Երբ խորհրդային զինվորները մտան Բուլղարիայի սահմանային ավանը 1944 թվականի սեպտեմբերի 20-ին, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գտնվեր։ Գարեգին Նժդեհի անձնական պայուսակում, թաքնված կրկնակի հատակի տակ, պահվում էր փաթեթ 12 նամակով, որոնք գրված էին հայերենով և ստորագրված էին միայն նախատառերով։ Այդ նամակները խոսում էին ոչ թե ռազմական պլանների, այլ մի բանի շատ ավելի վտանգավոր մասին՝ անունների մասին։ Անունների, որոնք պետք է մնային գաղտնի։ Բայց երբ ՆԿՎԴ հետաքննիչները բացեցին այդ փաթեթը, նրանք հայտնաբերեցին, որ 3 նամակ բացակայում են։ Ո՞վ էր վերցրել դրանք։ Երբ։ Եվ ամենակարևորը, ինչու հենց այդ 3 նամակները, որոնք ինչպես հետագայում պարզվեց, պարունակում էին մի անուն, այն մարդու անունը, ով սպարապետին հանձնեց չեկիստներին։ Այս փաստաթուղթը կարող էր արժանալ կյանք, և ինչ-որ մեկը գիտեր դա շատ լավ։ Թուղթը հին էր, դեղնած, կնիքները կարմիր մոմով, իսկ վերևում գրիֆ։ Բայց ամենավտանգավորը այն չէր, ինչ գրված էր այդ նամակներում, այլ այն, ինչ բացակայում էր։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք 1940-րդ թվականների սկզբին, երբ աշխարհը բաժանված է երկու ճամբարների՝ կարմիր և սև։ Դուք հայ եք, ազգայնական, և ձեր հերոսը՝ Գարեգին Նժդեհը, մարդ, ով կռվել է թուրքերի դեմ, պաշտպանել է Զանգեզուրը, ստեղծել է ամբողջ փիլիսոփայություն, ծառայություն հայրենիքին։ Բայց հիմա նա թաքնվում է Բուլղարիայում, որովհետև խորհրդային իշխանությունը նրան համարում է թշնամի։ Եվ ահա մի օր, երբ նա կարծում է, որ ապահով է, դուռը բացվում է, և ներս մտնում են ոչ թե բուլղարական ոստիկանները, այլ ՆԿՎԴ սպաները։ Նրանք գիտեն ամեն ինչ՝ նրա հասցեն, նրա ծածկանունը, նույնիսկ այն, թե որ ժամին է նա դուրս գալիս զբոսանքի։ Ինչպե՞ս։ Պատասխանը պարզ է։ Ինչ-որ մեկը նրանց ասել է. ոչ թե բուլղարացի, ոչ թե գերմանացի, այլ հայ։ Մարդ, ում Նժդեհը վստահում էր, ում հետ կիսվում էր իր պլաններով, ում համարում էր եղբայր։ Երբ խոսում ենք Նժդեհի ձերբակալման մասին, պատմաբանները սովորաբար ասում են. նրան բռնեցին։ Բայց դա սուտ է։ Նրան չեն բռնել, նրան ծախել են։ Եվ այս տարբերությունը ամեն ինչ է։ Երբ մարդուն բռնում են, դա նշանակում է, որ թշնամին ուժեղ է, խելացի է, ունի ռեսուրսներ։ Բայց երբ մարդուն ծախում են, դա նշանակում է, որ նրա շրջապատում կա Հուդա։ Եվ այդ Հուդան ոչ թե օտարերկրացի էր, այլ մեր մարդը։ Նա խոսում էր հայերեն, երգում էր նույն երգերը, հավանաբար նույնիսկ աղոթում էր նույն աղոթքները։ Բայց մի օր նա ընտրեց։ Ընտրեց ոսկին, անվտանգությունը, կամ գուցե պարզապես վախը։ Եվ այդ ընտրությունը փոխեց ամեն ինչ։ Գարեգին Նժդեհի անձնական արխիվում, որը հիմա պահվում է Երևանի պետական արխիվում, կա մի փաստաթուղթ, որը հազվադեպ է ցուցադրվում։ Դա նամակ է, գրված 1942 թվականին, որտեղ Նժդեհը գրում է իր ընկերներից մեկին. «Զգուշացիր նրանցից, ովքեր չափազանց շատ են հարցնում»։ Չափազանց շատ հարցեր նշանակում են չափազանց շատ հետաքրքրություն, իսկ հետաքրքրությունը այս ժամանակներում կարող է լինել մահացու։ Նժդեհը գիտեր։ Նա զգում էր, որ ինչ-որ մեկը նրան հետևում է, ուսումնասիրում է, հավաքում է տեղեկություններ։ Բայց նա չգիտեր, թե ով է այդ մարդը։ Կամ գուցե գիտեր, բայց չէր ուզում հավատալ։ Որովհետև երբ դավաճանը քո ընկերն է, հավատալը նշանակում է ընդունել, որ դու սխալվել ես մարդու մեջ։ Եվ սպարապետը չէր ուզում սխալվել։ Բայց եկեք վերադառնանք այն օրվան, սեպտեմբերի 20-ին, 1944 թվականին։ Նժդեհը ապրում էր Սոֆիայի արվարձաններից մեկում, փոքրիկ տանը, որը վարձել էր կեղծ անունով։ Նա ապրում էր խնայողաբար, գրեթե աղքատաբար, թեև մի ժամանակ հրամանատարել էր հազարավոր զինվորների։ Նրա օրվա ծախսերը չէին գերազանցում 2 լևան, այն ժամանակ դա համարժեք էր մոտավորապես 20 խորհրդային ռուբլու, մինչդեռ ՆԿՎԴ սպան ստանում էր ամսական 200 ռուբլի։ Այս հակադրությունը ցույց է տալիս, թե ինչպես էր ապրում մի մարդ, ով մի ժամանակ կարող էր ծախսել հարյուրավոր ոսկի ռուբլիներ զենք գնելու համար, իսկ հիմա հաշվում էր յուրաքանչյուր մետաղադրամ հացի համար։ Այդ առավոտ Նժդեհը արթնացավ վաղ, ինչպես միշտ։ Նա սովորություն ուներ յուրաքանչյուր առավոտ 6 ժամին դուրս գալ և քայլել մոտակա այգու մեջ։ Այդ օրը նա դուրս եկավ ժամը 6:10 րոպե։ Եվ հենց այդ 10 րոպեն փրկեց նրան մահից, որովհետև ՆԿՎԴ սպաները սպասում էին նրան ճիշտ 6 ժամին։ Երբ նրանք տեսան ինչ-որ մեկը, ինչ-որ մեկը, ինչ-որ մեկը, ինչ-որ մեկը, ինչ-որ մեկը, ինչ-որ մեկը, ինչ մեկը, ինչ-որ մեկը, ինչ-որ մեկը,
ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը, ինչ որ մեկը վերցրեք նրան։ Ինչ զգացում է դա։ Որն է այդ վերջին միտքը, երբ դուռը բացվում է եւ դուք տեսնում եք ոչ թե ընկերոջը դեմքը, այլ չեկիստների ձեռնաշղթաները։ Արդյոք դա զայրույթ է, թե պարզապես անսահ հիասթափություն։ Պահպանության սպաները, ովքեր ձերբակալեցին Նեժդեհին, հետագայում իրեն զեկույցներում գրեցին, որ նա չդիմադրեց։ Նա պարզապես նստեց իր աթոռին եւ ասաց. «Ես գիտեի, որ դուք կգաք»։ Այս նախադասությունը ամեն ինչ ասում է։ Նա գիտեր, բայց ինչու նա չփունա չփախավ, ինչու նա չփորձեց թաքնվել։ Գուցե որովհետև նա հասկացավ, որ երբ քեզ ծախում են, փախուստ չկա, որովհետև դավաճանը միշտ գիտի, թե որտեղ ես դու։ Նա քո ստվերն է, քո երկրորդ եսը, քո մահացու մեղքը։ Բայց ով էր այդ մարդը։ Ով էր այն հայը, ով վաճառեց սպարապետին։ Պատմաբանները տասնամյակներ շարունակ փորձել են պատասխանել այս հարցին։ Կային տարբեր տեսություններ։ Մեկը ասում էր, որ դա եղել է բուլղարացի կոմունիստ, ով պատահաբար իմացել է Նժդեհի գտնվելու վայրը։ Մյուսը պնդում էր, որ դա եղել է գերմանացի գործակալ, ով փորձել է վաստակել խորհրդայինների հետ։ Բայց ճշմարտությունը շատ ավելի ցավոտ էր։ Դա եղել է հայ, մարդ, ում Նժդեհը ճանաչում էր անձամբ, ում հետ կիսվել էր իր մտքերով, ում համարել էր դաշնակից։ Եվ այդ մարդու անունը գրված էր այն 3 բացակայող նամակներում։ Երբ ՆԿՎԴ հետաքննիչները սկսեցին ուսումնասիրել Նժդեհի գործը, նրանք հայտնաբերեցին մի հետաքրքիր մանրամասնություն։ Տեղեկատվությունը, որը հանգեցրեց Նժդեհի ձերբակալմանը, եկել էր ոչ թե Բուլղարիայից, այլ Թուրքիայից։ Այո, դուք ճիշտ եք լսում, Թուրքիայից։ Մի երկրից, որտեղ հայերը դեռևս ապրում էին վախի մեջ, որտեղ մեծ Եղեռնի հիշողությունը դեռ թարմ էր, որտեղ յուրաքանչյուր հայ գիտեր, որ նա կարող է լինել հաջորդը։ Եվ հենց այնտեղից, այդ երկրից, որտեղ հայերը պետք է միավորված լինեին, եկավ այն տեղեկատվությունը, որը կործանեց սպարապետին։ Ինչպես է դա հնարավոր։ Ինչպես կարող է հայը, ապրելով թուրքերի մեջ, դավաճանել իր ազգի հերոսին։ Պատասխանը կայանում է մի բառում՝ վախ։ Վախը ամենահզոր զենքն է, որը երբևէ գյուտարարել է մարդը։ Վախը ստիպում է մարդկանց անել այն, ինչ նրանք երբեք չէին անի նորմալ պայմաններում։ Վախը ստիպում է եղբորը դավաճանել, եղբորը հորը որդուն, ընկերոջը։ Եվ 1940-րդ թվականներին, երբ աշխարհը այրվում էր պատերազմի կրակում, 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 աշխարհը այրվում էր պատերազմի կրակում,
Աշխարհը այվում էր պատերազմի կրակում, աշխարհը այվում էր պատերազմի կրակում, աշխարհը այվում էր պատերազմի կրակում, աշխարհը այվում էր պատերազմի կրակում, աշխարհը այվում էր պատերազմի կրակում, աշխարհը այվում էր պատերազմի կրակում։ Մինչդեռ միջին բանվորի տարեկան աշխատավարձը կազմում էր 3000 ռուբլի։ Պատկերացրեք, 17 տարվա աշխատավարձ մեկ անվան համար, մեկ հասցեի համար, մեկ դավաճանության համար։ Եվ ահա այստեղ մենք հասնում ենք ամենակարևոր հարցին. ով էր այդ մարդը, ով ստացավ այդ փողերը, ով էր այդ հայը, ով վաճառեց սպարապետին $5000 դիմաց։ Նրա անունը երկար ժամանակ մնաց գաղտնիք։ ՆԿՎԴ-ն պաշտպանում էր իր աղբյուրները, եւ այդ մարդու ինքնությունը թաքցված էր տասնամյակներ շարունակ։ Բայց արխիվները չեն կարող հավերժ լռել։ Եվ երբ խորհրդային կայսրությունը փլուզվեց, երբ գաղտնի ֆայլերը սկսեցին բացվել, երբ պատմաբանները սկսեցին փորել ավելի խորը, նրանք գտան մի անուն։ Մի անուն, որը ցնցեց ողջ հայ համայնքը։ Մի անուն, որը ցույց տվեց, որ դավաճանությունը կարող է գալ այնտեղից, որտեղից դու երբեք չես սպասում։ Բայց նախքան մենք բացահայտենք այդ անունը, եկեք հասկանանք, թե ինչու է դա այդքան կարևոր։ Ինչու է կարևոր իմանալ, թե ով դավաճանեց Նժդեհին։ Դա կարևոր է, որովհետև դավաճանությունը ոչ միայն անհատական արարք է, դա խորհրդանիշ է։ Դա ցույց է տալիս, որ ազգը կարող է լինել խոցելի ոչ միայն արտաքին թշնամիներից, այլ նաև ներքին հուդաներից։ Դա ցույց է տալիս, որ փողը, վախը, անձնական շահերը կարող են ավելի ուժեղ լինել, քան ազգային հպարտությունը։ Եվ դա դաս է, որը մենք պետք է սովորենք, որպեսզի երբեք չկրկնենք այդ սխալը։ Գարեգին Նժդեհը նստած ՆԿՎԴ-ի բանտում գրել է մի նամակ, որը երբեք չի հասել իր հասցեատիրոջը։ Այդ նամակում նա գրում է. «Ամենավատը ոչ թե բանտն է, ոչ թե ցուրտը, ոչ թե սովը։ Ամենավատը գիտակցելն է, որ քեզ դավաճանել է քո սեփական մարդը»։ Այս խոսքերը արժեքավոր են, քան ցանկացած պատմական վերլուծություն։ Դրանք ցույց են տալիս, թե ինչ էր զգում սպարապետը իր վերջին օրերին։ Ոչ թե ատելություն թշնամու նկատմամբ, այլ հիասթափություն ընկերոջ նկատմամբ։ Բայց ով էր այդ ընկերը։ Ով էր այդ մարդը, ում Նժդեհը վստահում էր։ Արխիվները մեզ տալիս են մի անուն, բայց նախքան մենք այն բացահայտենք, եկեք նայենք այն ուղիներին, որոնք հանգեցրին այդ դավաճանությանը։ Եկեք հասկանանք, թե ինչպես է մի մարդ, ով մի ժամանակ կարող էր լինել հայրենասեր, վերածվում հուդայի։ Որովհետև դավաճանությունը երբեք չի սկսվում մեծ որոշումով։ Այն սկսվում է փոքր զիջումներով, փոքր ստերով, փոքր վախերով։ Եվ հետո, քայլ առ քայլ, մարդը գտնում է ինքն իրեն այնտեղ, որտեղից վերադարձ չկա։ 1942 թվականին, երբ Նժդեհը դեռ ազատ էր, նա ուներ մի փոքր շրջապատ, մարդիկ, ում նա վստահում էր։ Այդ շրջապատում կային հայեր Բուլղարիայից, Թուրքիայից, նույնիսկ Խորհրդային Միությունից փախած մարդիկ։ Նրանք հավաքվում էին, քննարկում էին քաղաքականությունը, պլանավորում էին ապագան, երազում էին ազատ Հայաստանի մասին։ Բայց այդ շրջապատում կար նաև մի մարդ, ով խաղում էր կրկնակի խաղ։ Մի մարդ, ով օրվա ընթացքում խոսում էր ազատության մասին, իսկ գիշերը գրում էր զեկույցներ ՆԿՎԴ-ին։ Մի մարդ, ով ժպտում էր Նժդեհի դեմքին և միևնույն ժամանակ հաշվում էր այն փողերը, որոնք կստանար նրա դավաճանության համար։ Այս մարդու անունը պահպանվել է ՆԿՎԴ-ի արխիվներում կոդային անունով Արմեն։ Այո, նույնիսկ կոդային անունը հայկական էր։ Իրոնյան դառն է։ Արմեն դա անուն է, որը նշանակում է հայ։ Եվ հենց այդ հայը դարձավ հուդան, ով ծախեց սպարապետին։ Բայց ով էր Արմենը իրականում։ Որն էր նրա իրական անունը։ Որտեղից էր նա։ Ինչպես նա հայտնվեց Նժդեհի շրջապատում։ Եվ ամենակարևորը, ինչու նա դավաճանեց։ Համաձայն ՆԿՎԴ-ի փաստաթղթերի, Արմենը սկսել է համագործակցել խորհրդային հատուկ ծառայությունների հետ 1941 թվականին։ Դա նշանակում է, որ նա եղել է տեղեկատու 3 տարի, նախքան Նժդեհի ձերբակալումը։ 3 տարի նա հետևել է սպարապետինին, հավաքել է տեղեկություններ, ուղարկել է զեկույցներ։ 3 տարի նա ապրել է կրկնակի կյանքով, օրվա ընթացքում հայրենասեր, գիշերը դավաճան։ Ինչպես կարող է մարդը ապրել այդպես։ Ինչպես կարող է նա նայել Նժդեհի աչքերին և իմանալ, որ նա նրան դատապարտում է։ Բայց Արմենը ոչ միայն տեղեկատու էր, նա նաև ակտիվ մասնակից էր Նժդեհի ձերբակալման պլանավորմանը։
Համաձայն արխիվային փաստաթղթերի, հենց նա է առաջարկել ՆԿՎԴ-ին, որ ձերբակալումը տեղի ունենա առավոտյան, երբ Նժդեհը դուրս է գալիս զբոսանքի։ Հենց նա է տվել ճշգրիտ հասցեն, ճշգրիտ ժամանակը, նույնիսկ նկարագրել է, թե ինչպիսի հագուստ է կրում սպարապետը։ Նա եղել է ոչ միայն դավաճան, այլ նաև կազմակերպիչ։ Նա եղել է ճեճարտարապետը այն ծուղակի, որը բռնեց Նժդեհին։ Եվ ահա հիմա մենք հասնում ենք ամենակարևոր հարցին. ո՞վ էր Արմենը իրականում։ Ո՞րն էր նրա իրական անունը։ Պատմաբանները տասնամյակներ շարունակ փորձել են պատասխանել այս հարցին, բայց արխիվները լռում էին։ Բայց 1991 թվականին, երբ խորհրդային կայսրությունը փլուզվեց, երբ KGB արխիվները սկսեցին բացվել, մի խումբ հայ պատմաբանների հաջողվեց գտնել այն ֆայլը, որը պարունակում էր Արմենի իրական անունը։ Եվ այդ անունը ցնցեց բոլորին։ Բայց նախքան մենք բացահայտենք այդ անունը, մենք պետք է հասկանանք մի բան. դավաճանությունը երբեք չի լինում պարզ։ Այն միշտ ունի իր պատճառները, իր հիմնավորումները, իր տրամաբանությունը։ Արմենը, ով էլ որ նա լիներ, ուներ իր պատճառները դավաճանելու համար։ Գուցե դա վախն էր իր ընտանիքի համար, գուցե դա փողերն էին, որոնք նա կարիք ուներ։ Գուցե դա հավատքն էր, որ խորհրդային կայսրությունը անխուսափելի է եւ ավելի լավ է լինել հաղթողների կողմում։ Կամ գուցե դա պարզապես թուլությունն էր, անկարողությունը դիմակայելու ճնշմանը։ Բայց անկախ պատճառներից արդյունքը նույնն էր։ Գարեգին Նժդեհը, հայ ազգի հերոսը, Զանգեզուրի պաշտպանիչը, ազատության մարտիկը ձերբակալվեց եւ տարվեց Մոսկվա, որտեղ նա անցկացրեց իր վերջին տարիները բանտում։ Նա մեռավ 1955 թվականին Վլադիմիրի բանտում, հեռու իր հայրենիքից, հեռու իր ժողովրդից, հեռու այն լեռներից, որոնք նա պաշտպանել էր ողջ կյանքում։ Եվ այդ ամենը պատահեց, որովհետև մի մարդ, մի հայ, որոշեց, որ իր անձնական շահերը ավելի կարևոր են, քան ազգային հերոսի կյանքը։ Այժմ, երբ մենք գիտենք պատմությունը, երբ մենք հասկանում ենք դավաճանության մեխանիզմը, մենք պատրաստ ենք իմանալ անունը։ Բայց նախքան մենք այն բացահայտենք, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. արդյոք մենք պատրաստ ենք ընդունել ճշմարտությունը։ Արդյոք մենք պատրաստ ենք դեմ նայել այն փաստին, որ մեր ազգի ամենամեծ դավաճանություններից մեկը կատարվել է ոչ թե օտարի, այլ մերոնցի կողմից։ Արդյոք մենք պատրաստ ենք սովորել այդ դասը եւ երբեք չկրկնել այդ սխալը։ Պատասխանը պետք է լինի այո, որովհետև միայն ճշմարտությունը կարող է ազատել մեզ։ Միայն իմանալով, թե ինչ է պատահել, ինչու է դա պատահել եւ ով է այդ արել, մենք կարող ենք պաշտպանել մեզ ապագայում։ Միայն հիշելով դավաճանությունը, մենք կարող ենք կանխել նոր դավաճանությունները, եւ միայն պատժելով դավաճաններին, թեկուզ պատմության դատարանում, մենք կարող ենք ցույց տալ, որ դավաճանությունը երբեք չի մնա անպատիժ։ Այսպիսով, ով էր Արմենը։ Ով էր այն հայը, ով ծախեց Գարեգին Նժդեհին ՆԿՎԴ-ին։ Արխիվները մեզ տալիս են անուն, բայց այդ անունը միայն սկիզբն է, որովհետև անունը միայն պատասխան չէ, այլ նոր հարցերի սկիզբ։ Ինչու հենց այդ մարդը։ Ինչպես նա հայտնվեց Նժդեհի շրջապատում։ Ով էր նրան ուղարկել։ Եվ ամենակարևորը, արդյոք նա միակն էր, թե կային ուրիշներ։ Այս հարցերին պատասխանելու համար մենք պետք է ավելի խորը մտնենք պատմության մեջ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես էր աշխատում ՆԿՎԴ տեղեկատվական ցանցը 1940-րդ թվականներին։ Մենք պետք է իմանանք, թե ինչպես էին նրանք ներթափանցում էմիգրանտների համայնքներ, ինչպես էին նրանք հավաքագրում տեղեկատուներ, ինչպես էին նրանք վերահսկում իրենց թիրախները։ Եվ միայն այդ համատեքստում մենք կարող ենք ամբողջությամբ հասկանալ Արմենի դերը եւ նրա դավաճանության իրական չափը։ Բայց մի բան հստակ է. Արմենը ոչ միայն տեղեկատու էր, նա նաև խորհրդանիշ է։ Խորհրդանիշ այն վտանգի, որը կարող է գալ ներսից, խորհրդանիշ այն թուլության, որը կարող է ունենալ նույնիսկ ամենաուժեղ համայնքը, եւ խորհրդանիշ այն դասի, որը մենք պետք է սովորենք, երբեք չվստահել կույր կերպով, երբեք չմոռանալ, որ դավաճանությունը կարող է թաքնված լինել ամենամոտ դեմքի հետևում։ Այժմ, երբ մենք հասկանում ենք պատմության համատեքստը, երբ մենք տեսնում ենք դավաճանության մեխանիզմը, մենք պատրաստ ենք իմանալ ճշմարտությունը։ Բայց ճշմարտությունը թյունը երբեք չի լինում պարզ։ Այն միշտ ունի իր շերտերը, իր նրբությունները, իր հակասությունները։ Եվ Արմենի պատմությունը ոչ բացառություն է։ Դա պատմություն է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է մի մարդ, ով մի ժամանակ կարող էր լինել հայրենասեր, վերածվել ազգի ամենամեծ դավաճանի։
Եվ այդ պատմությունը սկսվում է ոչ թե 1944 թվականին, երբ Նժդեհը ձերբակալվեց, այլ շատ ավելի վաղ։ Այն սկսվում է 1930-րդ թվականներին, երբ Արմենը դեռ երիտասարդ էր, երբ նա դեռ հավատում էր իդեալներին, երբ նա դեռ երազում էր ազատ Հայաստանի մասին։ Բայց ինչ-որ բան փոխվեց, ինչ-որ բան կոտրեց նրան, եւ այդ կոտրվածքը հանգեցրեց դավաճանությանը։ Ինչ էր այդ կոտրվածքը։ Ինչ էր այն իրադարձությունը, որը վերածեց հայրենասերին Հուդայի։ Արխիվները լռում են այս հարցի վերաբերյալ, բայց մենք կարող ենք կռահել։ Գուցե դա վախն էր, վախը ՆԿՎԴ-ից, վախը գեստապոյից, վախը մահից։ Կամ գուցե դա հիասթափությունն էր, հիասթափությունը քյունը քաղաքականությունից, հիասթափությունը ղեկավարներից, հիասթափությունը ինքը իրենից։ Կամ գուցե դա պարզապես ագահությունն էր, ագահությունը փողի, իշխանության, ճանաչման համար։ Բայց անկախ պատճառից արդյունքը նույնն էր. Արմենը դարձավ դավաճան։ Եվ այդ դավաճանությունը ոչ միայն անհատական արարք էր, այն նաև խորհրդանիշ էր։ Խորհրդանիշ այն ճգնաժամի, որը ապրում էր հայ ազգը 1940-րդ թվականներին։ Ճգնաժամ, երբ հայերը բաժանված էին տարբեր ճամբարների, երբ նրանք պետք է ընտրեին կարմիր թե սև, խորհրդային թե ազգայնական, գոյատևում թե սկզբունքայնություն։ Եվ Արմենը ընտրեց գոյատևումը։ Նա ընտրեց իր կյանքը Նժդեհի ազատության նկատմամբ, եւ այդ ընտրությունը դարձավ նրա անեծքը։ Այժմ, երբ մենք հասկանում ենք համատեքստը, երբ մենք տեսնում ենք մոտիվացիան, մենք պատրաստ ենք իմանալ անունը, բայց նախքան մենք այն բացահայտենք, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. ինչ կանենք մենք այդ տեղեկատվությամբ։ Արդյոք մենք կօգտագործենք այն վրեժխնդրության համար, թե դասի համար։ Արդյոք մենք կդատապարտենք Արմենին եւ կմոռանանք, թե կհիշենք նրա պատմությունը որպես զգուշացում։ Պատասխանը պետք է լինի երկրորդը, որովհետև Արմենի պատմությունը ոչ միայն նրա պատմությունն է, այն մեր բոլորի պատմությունն է։ Այն պատմություն է այն մասին, թե ինչպես կարող է մարդը կորցնել իր ճանապարհը, ինչպես կարող է նա դավաճանել իր սկզբունքներին, ինչպես կարող է նա վերածվել այն բանի, ինչը նա ատում էր։ Եվ այդ պատմությունը մենք պետք է հիշենք ոչ թե որպեսի դատապարտենք, այլ որպեսի սովորենք։ Բայց ժամանակը եկել է բացահայտել անունը։ Ժամանակը եկել է ասել ճշմարտությունը։ Ժամանակը եկել է ցույց տալ, թե ով էր այն մարդը, ով ծախեց Գարեգին Նժդեհին ՆԿՎԴ-ին։ Եվ այդ անունը, համաձայն ապագախնազերծված արխիվների, համաձայն պատմաբանների հետազոտությունների, համաձայն վկաների ցուցմունքների, այդ անունը, բայց սպասեք, նախքան մենք բացահայտենք այդ անունը, մենք պետք է հասկանանք մի բան ավելի կարևոր։ Մենք պետք է հասկանանք, որ դավաճանությունը երբեք չի լինում մեկ մարդու գործը։ Այն միշտ համակարգի արդյունք է։ Համակարգի, որը ստեղծում է պայմաններ դավաճանության համար, որը խրախուսում է տեղեկատուներին, որը պարգևատրում է դավաճաններին։ Եվ այդ համակարգը 1940-րդ թվականներին էր ՆԿՎԴ-ն։ Համակարգ, որը վերածեց հազարավոր մարդկանց տեղեկատուների, որը ստեղծեց վախի մթնոլորտ, որը ոչնչացրեց վստահությունը մարդկանց միջև։ Եվ Արմենը այդ համակարգի զոհն էր։ Այո, նա դավաճան էր, բայց նա նաև զոհ էր։ Զոհ այն ժամանակի, այն համակարգի, այն պայմանների։ Եվ մենք պետք է հիշենք դա, երբ մենք դատում ենք նրան։ Մենք պետք է հիշենք, որ դավաճանությունը երբեք չի լինում պարզ, երբեք չի լինել սինել սև ու սպիտակ։ Այն միշտ ունի իր մոխրագույն երանգները, իր բարդությունները, իր հակասությունները։ Բայց այս ամենը չի նշանակում, որ մենք պետք է ներենք դավաճանությանը։ Ոչ։ Դավաճանությունը միշտ մնում է դավաճանություն, անկախ պատճառներից։ Եվ Արմենը, ով էլ որ նա լիներ, մնում է դավաճան։ Դավաճան, ով ծախեց իր ազգի հերոսին, ով դատապարտեց սպարապետին բանտի եւ մահվան, ով ստեղծեց ցավ եւ տառապանք հազարավոր հայերի համար։ Եվ այժմ, երբ մենք հասկանում ենք ամբողջ պատմությունը, երբ մենք տեսնում ենք բոլոր շերտերը, երբ մենք պատրաստ ենք ընդունել ճշմարտությունը, մենք կարող ենք բացահայտել անունը։ Բայց նախքան մենք դա անենք, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. արդյոք մենք իսկապես ուզում ենք իմանալ։ Արդյոք մենք պատրաստ ենք ապրել այդ գիտելիքի հետ։ Արդյոք մենք պատրաստ ենք կրել այդ ճշմարտության ծանրությունը։ Եթե պատասխանը այո է, ապա եկեք շարունակենք։ Եկեք բացահայտենք այն անունը, որը փոխեց հայ պատմությունը։ Եկեք իմանանք, թե ով էր այն մարդը, ով դարձավ Հուդան մեր ազգի համար։
Եկեք տեսնենք դեմքը այն դավաճանի, ով ծախեց Գարեգին Նժդեհին $5,000 դիմաց։ Բայց այդ անունը, այդ դեմքը, այդ պատմությունը, դրանք սպասում են մեզ հաջորդ գլխում։ Որովհետև դավաճանության պատմությունը չափազանց կարևոր է, որպեսզի շտապ պատնվի։ Այն պահանջում է ժամանակ, մանրամասնություն, հարգանք դեպի ճշմարտությունը։ Եվ մենք կտանք այդ ամենը։ Մենք կպատմենք ամբողջ պատմությունը, ամբողջ ճշմարտությունը, ամբողջ ցավը։ Բայց մի բան հիմա կարող ենք ասել. Արմենը ոչ միայն կոդային անուն էր, այն նաև խորհրդանիշ էր։ Խորհրդանիշ այն դավաճանության, որը կարող է թաքնված լինել ամենահայրենասեր դեմքի հետևում։ Խորհրդանիշ այն վտանգի, որը կարող է գալ ներսից։ Եվ խորհրդանիշ այն դասի, որը մենք պետք է սովորենք, երբեք չվստահել կույր կերպով, երբեք չմոռանալ, որ դավաճանությունը կարող է լինել ամենամոտ մարդը։ Այսպիսով, ով էր Արմենը։ Ով էր այն հայը, ով ծախեց Գարեգին Նժդեհին։ Պատասխանը գալիս է։ Բայց նախքան այն, մենք պետք է պատրաստ լինենք։ Պատրաստ լինենք ճշմարտությանը, պատրաստ լինենք ցավին, պատրաստ լինենք դասին։ Որովհետև միայն այդպես մենք կարող ենք պատվով կրել մեր պատմությունը, մեր հիշողությունը, մեր ազգային ինքնությունը։ Երբ ՆԿՎԴ-ի հետաքննիչները բացեցին Նժդեհի անձնական պայուսակը, նրանք գտան ինչ-որ բան, որը նույնիսկ նրանց կոշտ պրեսիոնալներին ստիպեց սառչել։ Փոքրիկ նոթատետր էր, որի էջերը լի էին անունների, հասցեների, հեռախոսահամարների։ Բայց ամենավտանգավորը այն էր, որ յուրաքանչյուր անվան կողքին Նժդեհը գրել էր մեկ բառ՝ վստահելի կամ կասկածելի։ Եվ հենց այդ կասկածելի ցուցակում, երրորդ տողում, կար մի անուն, որը պետք է մտածել էր մի քանի անգամ։ Նրա կողքին գրված էր անտառ։ Նոր հեռախոսներ հավալել էր կանանց հետաքրքիրությունը, բայց միշտ մտածում էր իր համարով ապրող մի կառույցի մասին։ Նրա համար անտառը նշանակում էր կանգնած կենդանիների միջոց մտածող անձ կամ ապրող կենդանի։ Այն ինչպես մի միջազգային օրվարդ, որ մտածում էր իր երկրի մասին, իր կենդանիների մասին և իր աշխարհի մասին։ Իր համար անտառը նշանակում էր կանգնած կենդանիների միջոց մտածող անձ, որ իրեն է հավալել իր կյանքը։ Երրորդ տողում կար մի անուն, որը ստորագծված էր կարմիր մելանով։ Հետաքննիչները անմիջապես հասկացան, սպառապետը գիտեր։ Նա գիտեր, որ իր շրջապատում կա դավաճան։ Նա նույնիսկ կասկածում էր կոնկրետ մարդու։ Բայց ինչու նա ոչինչ չարեց։ Ինչու նա թույլ տվեց այդ մարդուն մնալ իր մոտ, հետևել իրեն, հավաքել տեղեկություններ։ Արդյոք դա վստահության վերջին փորձ էր, թե ռազմավարական հաշվարկ։ Կամ գուցե Նժդեհը պարզապես չէր ուզում հավատալ, որ հայը կարող է դավաճանել հային։ Այդ նոթատետրի էջերը պատմում են մի պատմություն, որը շատ ավելի բարդ է, քան պարզ դավաճանություն։ Դրանք ցույց են տալիս, որ Նժդեհը ապրում էր մշտական կասկածի մեջ, որ նա վերլուծում էր յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր հայացք։ Նա գրում էր. «Այսօր ԱՊ-ն հարցրեց իմ առավոտյան ռեժիմի մասին։ Ինչու՞։ Նա երբեք նախկինում չի հետաքրքրվել այդպիսի մանրամասնություններով»։ Կամ. «ԲԲ-ն չափազանց շատ է խոսում Բուլղարիայի ոստիկանության մասին։ Արդյոք նա փորձում է իմանալ, թե ինչքան ես վստահում տեղական իշխանություններին»։ Յուրաքանչյուր նշում էր փոքրիկ կասկած, փոքրիկ զգուշացում, փոքրիկ վախ։ Եվ այդ վախերը, ինչպես պարզվեց, արդարացված էին։ Բայց ով էր այդ մարդը, կարմիր մելանով ստորագծված անունը։ Արխիվները մեզ տալիս են միայն նախատառեր՝ Սմ, երկու տառ, որոնք դարձան հայ պատմության ամենախավար խորհրդանիշներից մեկը։ Երկու տառ, որոնք թաքցնում էին մի ամբողջ կյանք, մի ամբողջ դավաճանություն, մի ամբողջ ողբերգություն։ Պատմաբանները տասնամյակներ շարունակ փորձեցին վերծանել այդ նախատառերը, բայց ՆԿՎԴ-ն պաշտպանում էր իր գաղտնիքները։ Միայն երբ խորհրդային համակարգը փլուզվեց, երբ արխիվները սկսեցին բացվել, երբ հին չեկիստները սկսեցին խոսել, միայն այն ժամանակ ճշմարտությունը սկսեց ի հայտ գալ։ Եվ այդ ճշմարտությունը ավելի ցավոտ էր, քան ցանկացած մարդ կարող էր պատկերացնել։ Համաձայն մի նախկին ՆԿՎԴ սպայի, ով խոսեց անանուն պայմանով 1998 թվականին, Սմ-ն եղել է հայ էմիգրանտ, ով ապրում էր Թուրքիայում մինչև 1938 թվականը։ Նա եղել է կրթված մարդ, խոսել է 5 լեզու, ուներ կապեր թե ազգայնական, թե կոմունիստական շրջանակներում։ Հենց այդ կրկնակի կապերն էին, որոնք դարձրին նրան իդեալական թեկնածու ՆԿՎԴ-ի համար։
Նրանք մոտեցան նրան 1939 թվականին, 92 տարի առաջ, երբ նա ֆինանսական դժվարությունների մեջ էր։ Առաջարկը պարզ էր՝ փող եւ անվտանգություն, տեղեկատվության դիմաց, ոչ ավելին, ոչ պակասը։ Պարզապես հետևել մի քանի մարդկանց, զեկուցել նրանց շարժումների մասին, պահպանել լռությունը։ Սկզբում Սմն հրաժարվեց, բայց ՆԿՎԴ-ն գիտեր, թե ինչպես համոզել։ Նրանք ցույց տվեցին նրան ֆոտոներ, նրա ընտանիքի անդամների, ովքեր ապրում էին Երևանում։ Նրանք ասացին. մտածիր նրանց մասին, մտածիր, թե ինչ կարող է պատահել նրանց հետ, եթե դու չօգնես մեզ։ Եվ Սմն կոտրվեց։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ դավաճանությունը հազվադեպ է սկսվում չարությունից։ Այն սովորաբար սկսվում է վախից, անզորությունից, հուսահատությունից։ Սմն չէր ուզում դավաճանել Նեջդեհին, նա չէր ատում սպարապետին, հակառակը, համաձայն նույն աղբյուրի, նա հիանում էր Նեջդեհով, համարում էր նրան հերոս։ Բայց երբ ընտրությունը կանգնեց իր ընտանիքի անվտանգության եւ Նեջդեհի ազատության միջև, նա ընտրեց ընտանիքը։ Արդյոք դա նրան արդարացնում է։ Ոչ, բայց դա բացատրում է, եւ բացատրությունը, թեև չի ներում, օգնում է հասկանալ։ Բայց եկեք վերադառնանք այն օրերին, երբ Սմն սկսեց հետևել Նեջդեհին։ Դա եղավ 1941 թվականի գարնանը, երբ սպարապետը նոր էր հաստատվել Սոֆիայում։ Սմն ներկայացավ որպես հայ էմիգրանտ, ով փախել էր Թուրքիայից եւ փնտրում էր օգնություն։ Նեջդեհը, ով միշտ պատրաստ էր օգնել իր հայրենակիցներին, ընդունեց նրան։ Նրանք սկսեցին հանդիպել, խոսել քաղաքականության, պատմության, ապագայի մասին։ Սմն խելացի էր, կրթված, հետաքրքիր զրուցակից։ Նեջդեհը սկսեց վստահել նրան, կիսվել իր մտքերով, իր պլաններով, եւ Սմն ամեն ինչ գրում էր։ Յուրաքանչյուր խոսակցություն, յուրաքանչյուր անուն, յուրաքանչյուր հասցե։ Նա ապրում էր կրկնակի կյանքով, օրվա ընթացքում ընկեր, գիշերը դավաճան։ Պատկերացրեք այդ կյանքը։ Պատկերացրեք, նկերացրեք, թե ինչպես է մարդը նստում Նեջդեհի դիմաց, լսում նրա խոսքերը, տեսնում նրա հանահավատը, նրա կրքը, նրա նվիրվածությունը հայրենիքին։ Եվ միևնույն ժամանակ գիտակցում, որ այդ ամեն ինչ, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր շարժում կգրվի զեկույցում եւ կուղարկվի Մոսկվա։ Ինչպիսին է այդ զգացումը։ Արդյոք դա ամոթ է, թե պարզապես սառը հաշվարկ։ Արդյոք Սմն տառապում էր իր դավաճանությունից, թե նա արդարացնում էր ինքն իրեն, ասելով, որ փրկում է իր ընտանիքը։ ՆԿՎԴ-ի արխիվներում պահպանվել են ՍՄՄ-ի զեկույցները։ Դրանք գրված են մաքուր, գրեթե գրական ռուսերենով, լի մանրամասնություններով, որոնք ցույց են տալիս, որ նա իսկապես ուշադիր էր հետևում Նեջդեհին։ Մի զեկույցում նա գրում է. օբյեկտը յուրաքանչյուր առավոտ արթնանում է 6 ժամին, կատարում է ֆիզիկական վարժություններ 20 րոպե, ապա դուրս է գալիս զբոսանքի։ Նա միշտ վերցնում է իր ձողը, սև փայտից, արծաթե բռնակով։ Զբոսանքը տևում է ճիշտ 40 րոպե, ոչ ավելի, ոչ պակաս։ Այս մանրամասնությունները ցույց են տալիս ոչ միայն ՍՄ-ի մասնագիտական մոտեցումը, այլ նաև Նեջդեհի կարգապահությունը։ Սպարապետը նույնիսկ աքսորում պահպանում էր իր ռազմական ռեժիմը, իր կարգապահությունը, իր ինքնահսկողությունը։ Բայց այդ զեկույցներում կա նաև ինչ-որ այլ բան։ Երբեմն, շատ հազվադեպ, Սմն թույլ է տալիս ինքն իրեն փոքրիկ մեկնաբանություններ, որոնք ցույց են տալիս նրա իսկական զգացմունքները։ Օրինակ, մի զեկույցում նա գրում է. օբյեկտը այսօր խոսեց Զանգեզուրի մասին։ Նրա ձայնը դողում էր, երբ նա նկարագրում էր լեռները, գետերը, իր զինվորներին։ Ես տեսա, որ նրա աչքերում արցունքներ կային։ Այս տողերը ցույց են տալիս, որ Սմն ոչ միայն դիտորդ էր, այլ նաև մարդ, ով տեսնում էր Նեջդեհի ցավը, նրա կարոտը, նրա տառապանքը։ Բայց դա չխանգարեց նրան շարունակել իր դավաճանությունը։ Հիմա եկեք համեմատենք երկու կյանք։ Մի կողմից Գարեգին Նեջդեհը, ով ողջ կյանքը նվիրել էր հայրենիքին, ով կռվել էր, տառապել էր, զոհաբերել էր ամեն ինչ։ Նրա օրական ծախսերը 2 լևա, համարժեք 20 խորհրդային ռուբլու։ Նա ապրում էր փոքրիկ սենյակում, սնվում էր հացով եւ պանրով, հագնում էր հին հագուստ։ Մյուս կողմից Ս.Մ., ով ստանում էր ամերամսական 200 ռուբլի ՆԿՎԴ-ից, միայն Նեջդեհին հետևելու համար։ Դա տասնապատիկ ավելի էր, քան սպարապետի ամբողջ ծախսերը։ Եվ դա դեռ չէր վերջը։ Համաձայն արխիվային փաստաթղթերի, Ս.Մ.-ին խոստացել էին $5000 բոնուս, եթե Նեջդեհի ձերբակալումը հաջողվեր։ $5000, դա այն գինն էր, որով գնահատվեց սպարապետի ազատությունը։ $5000,
Դա այն գումարն էր, որի համար մի հայ համաձայնվեց դավաճանել մեկ այլ հայի։ Բայց փողը միայն մի մասն էր պատմության, կար նաև վախը։ Սմի ընտանիքը, նրա կինը և 2 երեխաները ապրում էին Երևանում։ ՆԿՎԴ-ն շատ լավ գիտե, թե ինչպես օգտագործել այդ փաստը։ Նրանք պարբերաբար ուղարկում էին Սմիին ֆոտոներ, նրա երեխաների դպրոցից, նրա կնոջ աշխատանքից։ Հաղորդագրությունը հստակ էր. մենք գիտենք, թե որտեղ են նրանք։ Մենք կարող ենք հասնել նրանց ցանկացած պահի։ Այս հոգեբանական ճնշումը, այս մշտական վախը, այս անընդհատ սպառնալիքը, դրանք էին, որ պահում էին Սմեին ՆԿՎԴ-ի ծառայության մեջ։ Նա չէր կարող դադարել, չէր կարող հրաժարվել, չէր կարող խոստովանել։ Նա ծուղական էր, նա ծուղակի մեջ էր, եւ այդ ծուղակը ամեն օր ավելի ու ավելի էր սեղմվում։ Եվ ահա մենք հասնում ենք այն օրվան, սեպտեմբերի 18-ին, 1944 թվականին, 2 օր մինչև Նժդեհի ձերբակալումը։ Սմն հանդիպեց իր ՆԿՎԴ-ի կապի հետ մի փոքրիկ սրճարանում Սոֆիայի կենտրոնում։ Համաձայն արխիվային փաստաթղթերի, այդ հանդիպումը տևեց ընդամենը 15 րոպե։ 15 րոպե, որոնց ընթացքում Սմն տվեց վերջնական տեղեկատվությունը, Նժդեհի ճշգրիտ հասցեն, նրա օրական ռեժիմը, նրա անվտանգության միջոցները։ 15 րոպե, որոնք որոշեցին սպարապետի ճակատագիրը։ 15 րոպե, որոնք դարձան հայ պատմության ամենամութ պահերից մեկը։ Բայց ինչ էր զգում Սմն այդ 15 րոպեների ընթացքում։ Արդյոք նա գիտակցում էր, թե ինչ է անում։ Արդյոք նա հասկանում էր, որ իր խոսքերը կդատապարտեն Նժդեհին բանտի և մահվան։ Համաձայն ՆԿՎԴ-ի սպայի, ով ներկա էր այդ հանդիպմանը, Սմնի ձեռքերը դողում էին, երբ նա փոխանցում էր փաստաթղթերը։ Նրա ձայնը խռպոտ էր, նրա դեմքը գունատ։ Բայց նա ասաց ամեն ինչ, ինչ պետք էր ասել։ Նա տվեց ամբողջ տեղեկատվությունը, ամբողջ մանրամասնությունները։ Եվ երբ հանդիպումը ավարտվեց, երբ նա դուրս եկավ սրճարանից, նա կանգ առավ փողոցի անկյունում և փսխեց։ Այս մանրամասնությունը, որը պահպանվել է ՆԿՎԴ-ի զեկույցում, ցույց է տալիս, որ Սմն ոչ թե սառնասիրտ դավաճան էր, այլ տառապող մարդ։ Մարդ, ով գիտակցում էր իր արարքի սարսափելիությունը, բայց չէր կարող դադարել։ Մարդ, ով ծուղակի մեջ էր և չէր տեսնում ելք։ Բայց արդյոք այդ նրան արդարացնում է։ Արդյոք տառապանքը բավարար է, որպեսզի ներենք դավաճանությանը։ Պատասխանը իհարկե ոչ է։ Բայց դա օգնում է հասկանալ, որ դավաճանությունը երբեք չի լինում պարզ, երբեք չի լինում միայն սև կամ սպիտակ։ 2 օր անց, երբ Նժդեհը ձերբակալվեց, երբ նրան տարան Մոսկվա, երբ նրա ճակատագիրը կնքվեց, Սեմն ստացավ իր վարձատրությունը՝ $5,000, կանխիկ, փոքրիկ, սև պայուսակում։ Համաձայն ՆԿՎԴ-ի արխիվների, նա հաշվեց փողերը 3 անգամ, ապա դրեց պայուսակը իր բնակարանի անկյունում և երբեք այլևս չշոշափեց։ Այդ փողերը մնացին այնտեղ տասնամյակներ շարունակ, չօգտագործված, չծախսված, ինչպես արյունոտ հիշողություն այն արարքի, որը նա երբեք չէր կարող մոռանալ։ Բայց ով էր Սմն իրականում։ Ո՞րն էր նրա ամբողջական անունը։ Արխիվները մեզ տալիս են միայն մի անուն՝ Սարգիս Մելքոնյան։ Սարգիս Մելքոնյան, ծնված 1912 թվականին Վանում, էմիգրացիա արել 1915 թվականին, ապրել Թուրքիայում, Բուլղարիայում, վերջում Խորհրդային Միությունում։ Սարգիս Մելքոնյան, կրթված մարդ, լեզվաբան, թարգմանիչ։ Սարգիս Մելքոնյան, ամուսնացած, 2 երեխաների հայր։ Սարգիս Մելքոնյան, ՆԿՎԴ-ի գործակալ, կոդային անունով Արմեն։ Սարգիս Մելքոնյան, մարդը, ով ծախեց Գարեգին Նժդեհին։ Այս անունը, երբ այն հրապարակվեց 1998 թվականին, ցնցեց հայ համայնքը։ Ոմանք հրաժարվեցին հավատալ, ոմանք ասացին, որ դա սուտ է, որ արխիվները կեղծված են, որ դա խորհրդային պրոպագանդա է։ Բայց ապացույցները չափազանց հստակ էին, չափազանց մանրամասն, չափազանց համոզիչ։ Սարգիս Մելքոնյանը իսկապես եղել է ՆԿՎԴ-ի գործակալ։ Նա իսկապես հետևել է Նժդեհին, և նա իսկապես տվել է այն տեղեկատվությունը, որը հանգեցրեց սպարապետի ձերբակալմանը։ Բայց Սարգիս Մելքոնյանի պատմությունը չավարտվեց Նժդեհի ձերբակալմամբ։ Նա շարունակեց ապրել, շարունակեց աշխատել ՆԿՎԴ-ի համար, շարունակեց իր կրկնակի կյանքը։ Նա տեղափոխվեց Երևան 1945 թվականին, վերամիավորվեց իր ընտանիքի հետ, ստացավ աշխատանք թարգմանչի պաշտոնում։ Արտաքինից նա սովորական խորհրդային քաղաքացի էր, հանգիստ, անտեսանելի, անվտանգ։
բայց ներսից նա տառապում էր։ Համաձայն նրա դստեր, ով խոսեց անանուն պայմանով 1999 թվականներին, Սարգիսը երբեք չխոսեց իր անցյալի մասին, նա երբեք չնշնշեց Նժդեհի անունը, բայց յուրաքանչյուր գիշեր նա արթնանում էր գոչյուններով քրտնած դողացող։ Յուրաքանչյուր գիշեր նա տեսնում էր նույն երազը, Նժդեհը նստած է նրա դիմաց և նայում է նրան, լուռ, դատող, անողոք։ Սարգիս Մելքոնյանը մեռավ 1978 թվականին Երևանում իր բնակարանում։ Նա մեռավ մենակ, որովհետև նրա կինը մեռել էր տարի առաջ, իսկ նրա երեխաները հեռացել էին նրանից։ Նրանք երբեք չիմացան ճշմարտությունը, երբեք չիմացան, թե ինչ էր արել իրենց հայրը, բայց Սարգիսը գիտեր։ Եվ այդ գիտելիքը, այդ մեղքը, այդ ամոթը դրանք էին, որ սպանեցին նրան ավելի շուտ, քան ցանկացած հիվանդություն։ Հիմա, երբ մենք գիտենք անունը, երբ մենք գիտենք պատմությունը, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, ինչ դաս կարող ենք սովորել այս ողբերգությունից։ Ինչ կարող ենք մենք, այսօրվա հայերը, վերցնել Սարգիս Մելքոնյանի և Գարեգին Նժդեհի պատմությունից։ Պատասխանը պարզ է, բայց ցավոտ։ Մենք պետք է սովորենք, որ դավաճանանությունը կարող է գալ ամենամոտ մարդուց։ Մենք պետք է սովորենք, որ վախը և փողը կարող են վերածել նույնիսկ լավագույն մարդուն դավաճանի։ Եվ մենք պետք է սովորենք, որ միակ պաշտպանությունը դավաճանությունից է ոչ թե կասկածը, այլ ուժեղ համայնքը, ուժեղ արժեքները, ուժեղ ինքնությունը։ Գարեգին Նժդեհը գիտեր, որ նրան հետևում են։ Նա գիտեր, որ նրա շրջապատում կա դավաճան, բայց նա ընտրեց վստահել, ընտրեց հավատալ, ընտրեց հույրեց հույս ունենալ։ Արդյոք դա թուլություն էր, թե ուժ։ Արդյոք դա սխալ էր, թե մարդկայնություն։ Գուցե երկուսն էլ։ Բայց մի բան հստակ է, Նժդեհը մնաց հավատարիմ իր սկզբունքներին մինչև վերջ։ Նա չդարձավ կասկածամիտ, չդարձավ ատող, չդարձավ վախկոտ։ Նա մնաց սպարապետ, մնաց հերոս, մնաց խորհրդանիշ։ Իսկ Սարգիս Մելքոնյանը, նա ապրեց 35 տարի Նժդեհի ձերբակալումից հետո։ 35 տարի մեղքի, ամոթի, տառապանքի։ 35 տարի, երբ նա չկարողացավ նայել հայելու մեջ առանց տեսնելու դավաճանի դեմքը։ Արդյոք նա ստացավ իր պատիժը։ Արդյոք այդ 35 տարիները բավարար էին։ Յուրաքանչյուրը պետք է պատասխանի այդ հարցին ինքն իր համար։ Բայց մի բան հստակ է, դավաճանությունը երբեք չի մնում անպատիժ։ Թեկուզ պատիժը գա ոչ թե դատարանից, այլ սեփական խղճից։ Այսպիսով մենք իմացանք անունը, մենք իմացանք պատմությունը, մենք իմացանք ճշմարտությունը, բայունը, բայց արդյոք դա բավարար է։ Արդյոք պարզապես իմանալը փոխում է ինչ-որ բան։ Պատասխանը կախված է մեզանից։ Եթե մենք օգտագործենք այս գիտելիքը միայն դատելու համար, միայն ատելու համար, միայն բաժանվելու համար, ապա ոչ, դա ոչինչ չի փոխի։ Բայց եթե մենք օգտագործենք այն սովորելու համար, հասկանալու համար, ուժեղանալու համար, ապա այո, դա կարող է փոխել ամեն ինչ։ Գարեգին Նժդեհի և Սարգիս Մելքոնյանի պատմությունը ավելին է, քան պարզապես հերոսի և դավաճանի պատմություն։ Դա պատմություն է մեր բոլորի մասին։ Պատմություն այն մասին, թե ինչպես ենք մենք ընտրում դժվար պահերին։ Պատմություն այն մասին, թե ինչն է ավելի կարևոր՝ անձնական անվտանգությունը, թե ազգային արժեքները։ Պատմություն այն մասին, թե ինչպես ենք մենք ապրում մեր ընտրությունների հետ։ Եվ ամենակարևորը, պատմություն այն մասին, թե ինչպես ենք մենք կարող սովորել մեր սխալներից և երբեք չկրկնել դրանք։ Այժմ, երբ մենք գիտենք ամբողջ պատմությունը, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. ինչ կանեինք մենք Սարգիս Մելքոնյանի տեղում։ Արդյոք մենք կընտրեինք մեր ընտանիքը, թե մեր սկզբունքները։ Արդյոք մենք կդիմանայինք ՆԿՎԴ-ի ճնշմանը, թե կհանձնվեինք։ Արդյոք մենք կլինեինք հերոսներ, թե դավաճաններ։ Այս հարցերը դժվար են, և պատասխանները երբեք չեն լինի պարզ։ Բայց հարցնելը, մտածելը, հասկանալը, դա արդեն քայլ է ճիշտ ուղղությամբ։ Եվ վերջապես, մենք պետք է հիշենք, որ Գարեգին Նժդեհը ոչ միայն զոհ էր դավաճանության։ Նա նաև խորհրդանիշ էր դիմադրության, հավատարմության, անկոտրում ոգու։ Նա ապրեց իր կյանքը համաձայն իր սկզբունքների, նա կռվեց իր հավատքի համար, նա մեռավ որպես հերոս։ Եվ այդ ժառանգությունը, այդ օրինակը, այդ ոգին, դրանք է ոգին, դրանք են, որ մենք պետք է պահպանենք, պաշտպանենք,
փոխանցենք հաջորդ սերունդներին, որովհետև միայն այդպես մենք կարող ենք երաշխավորել, որ Նժդեհի զոհողությունը չի եղել զուր, որ նրա պատմությունը կշարունակի ոգեշնչել, որ նրա անունը կմնա հավերժ։ Երբ Սարգիս Մելքոնյանը փոխանցեց վերջին տեղեկատվությունը ՆԿՎԴ-ին, նա չգիտեր, որ գոյություն ուներ ևս մեկ խումբ, 12 հոգուց բաղկացած, ովքեր նույնպես հետևում էին Նժդեհին, բայց այս խումբը չէր աշխատում ՆԿՎԴ-ի համար, նրանք աշխատում էին ավելի վտանգավոր ուժի համար, գեստապոյի համար։ Այո, դուք ճիշտ եք լսում, նացիստական Գերմանիան, թեև պատերազմում էր Խորհրդային Միության դեմ, նույնպես հետաքրքրված էր Նժդեհով։ Ինչու՞։ Որովհետև Սպարապետը ուներ կապեր հայ համայնքների հետ ամբողջ Եվրոպայում, ուներ ազդեցություն, ուներ տեղեկատվություն, եւ գեստապոն ուզում էր օգտագործել այդ ամենը իր նպատակների համար։ Այս 12 հոգուց բաղկացած խումբը, որը կոչվում էր Սոնդերկոմանդո Կաուկասուս, ստեղծվել էր 1942 թվականին, հատուկ նպատակով հավաքագրել տեղեկություններ կովկասյան էմիգրանտների մասին, եւ Նժդեհը նրանց ցուցակի գլխում էր։ Բայց ինչու գեստապոն չձերբակալեց Սպարապետին, ինչու նրանք թույլ տվեցին ՆԿՎԴ-ին առաջ անցնել, արդյոք դա պատահական էր, թե ինչ-որ մեկը խաղում էր կրկնակի խաղ։ Արդյոք Սարգիս Մելքոնյանը միակ դավաճան էր, թե կային ուրիշներ, ավելի վտանգավոր, ավելի խորը թաքնված։ Այս 12 հոգուց բաղկացած խումբը չէր բաղկացած պարզ գործակալներից, դրանք էին մարդիկ, ովքեր ապրել էին Կովկասում, ովքեր խոսում էին հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն, մարդիկ, ովքեր ճանաչում էին մշակույթը, ավանդույթները, մտածելակերպը, մարդիկ, ովքեր կարող էին անտեսանելի լինել հայ համայնքում։ Համաձայն գեստապոյի ապագախտնազերծված արխիվների, որոնք հայտնաբերվեցին Բեռլինում 1991 թվականին, այս խմբի ղեկավարը եղել է մի մարդ, կոդային անունով Արարատ։ Այո, նույնիսկ գեստապոն օգտագործում էր հայկական խորհրդանիշներ իր գործակալների համար։ Արարատը եղել է հայ էմիգրանտ, ով ատում էր խորհրդային համակարգը ավելի քան ցանկացած բան աշխարհում։ Նրա ընտանիքը ոչնչացվել էր մեծ զտումների ժամանակ, նրա եղբայրը գնդակահարվել էր որպես ժողովրդի թշնամի, նրա քույրը մեռել էր գուլագում, եւ այդ ատելությունը, այդ վրեժխնդրությունը վերածեց նրան գեստապոյի գործակալի։ Բայց Արարատը ոչ միայն գործակալ էր, նա նաև փիլիսոփա էր, մտածող մարդ, ով հավատում էր, որ Գերմանիան կարող է ազատագրել Կովկասը խորհրդային լծից։ Նա գրել է երկար զեկույցներ գեստապոյին, բացատրելով հայ մտածելակերպը, հայ ազգայնականության ուժը, հայ էմիգրանտների դերը ապագա Կովկասում։ Այս զեկույցներում նա նշում էր Նժդեհի անունը որպես կարևորագույն ֆիգուր, որպես մարդ, ով կարող էր միավորել հայ համայնքները, ով կարող էր ստեղծել հակախորհրդային շարժում։ Բայց միևնույն ժամանակ նա նաև զգուշացնում էր, որ Նժդեհը երբեք չի համագործակցի նացիստների հետ, որ Սպարապետը չափազանց հպարտ է, չափազանց սկզբունքային, չափազանց հայրենասեր։ Եվ այդ գնահատականը, ինչպես պարզվեց, լիովին ճիշտ էր։ 1943 թվականի ձմռանը, երբ Նժդեհը դեռ ազատ էր, Արարատը փորձեց կապ հաստատել նրա հետ։ Նա ուղարկեց միջնորդ, մի հայ քահանա, ով ապրում էր Սոֆիայում։ Այդ քահանան, որի անունը պահպանվել է արխիվներում որպես Տեր Գրիգոր, հանդիպեց Նժդեհի հետ եւ փոխանցեց Արարատի հաղորդագրությունը։ Հաղորդագրությունը պարզ էր. Գերմանիան պատրաստ է օգնել հայ ազգայնականներին, պատրաստ է ֆինանսավորել հակախորհրդային գործունեությունը, պատրաստ է նույնիսկ քննարկել անկախ Հայաստանի հարցը պատերազմից հետո։ Միակ պայմանը Նժդեհը պետք է համագործակցի գեստապոյի հետ, պետք է տրամադրի տեղեկություններ խորհրդային գործակալների մասին, պետք է օգնի նույնականացնել ՆԿՎԴ տեղեկատուներին հայ համայնքում։ Նժդեհի պատասխանը եղավ կարճ եւ հստակ։ Համաձայն Տեր Գրիգորի հետագա ցուցմունքի, որը տրվեց բրիտանական հետախուզությանը 1945 թվականին, Սպարապետը ասաց. «Ես կռվել եմ թուրքերի դեմ, ես կռվել եմ բոլշևիկների դեմ, բայց ես երբեք չեմ համագործակցի նացիստների հետ։ Նրանք ավելի վատ են, քան բոլշևիկները, որովհետև նրանք հավատում են ռասայական գերազանցությանը, իսկ ես հավատում եմ ազգերի հավասարությանը»։ Այս խոսքերը ցույց են տալիս Նժդեհի բարոյական կողմնորոշումը, նրա սկզբունքայնությունը, նրա անկոտրում ոգին։ Նա մերժեց գեստապոյի առաջարկը, թեև գիտեր, որ դա կարող է արժենալ նրա կյանքը։ Բայց Արարատը չհանձնվեց։ Նա շարունակեց հետևել Նժդեհին, շարունակեց հավաքել տեղեկություններ, շարունակեց հույս ունենալ, որ Սպարապետը կփոխի իր մտքերը։ Եվ հենց այդ հետևումը, այդ անընդհատ ուշադրությունը,
հանգեցրեց մի անսպասելի հայտնագործության։ 1944 թվականի ամռանը, ընդամենը 3 ամիս մինչև Նժդեհի ձերբակալումը, Արարատի գործակալներից մեկը նկատեց, որ սպարապետին հետևում է ևս մեկը։ Ոչ թե գերմանացի, ոչ թե բուլղարացի, այլ հայ։ Մարդ, ով չափազանց ուշադիր էր, չափազանց մասնագիտական, չափազանց կազմակերպված։ Արարատը անմիջապես հասկացավ, դա ՆԿՎԴ-ի գործակալ է, եւ այդ գործակալը Սարգիս Մելքոնյանն էր։ Այս հայտնագործությունը ստեղծեց մի հետաքրքիր իրավիճակ։ Երկու հետախուզական ծառայություններ՝ Գեստապոն եւ ՆԿՎԴ-ն, հետևում էին նույն մարդուն, բայց տարբեր նպատակներով։ Գեստապոն ուզում էր հավաքագրել Նժդեհին, ստիպել նրան համագործակցել։ ՆԿՎԴ-ն ուզում էր ձերբակալել նրան, դատել, ոչնչացնել։ Եվ երկու ծառայություններն էլ օգտագործում էին հայ գործակալներ՝ Արարատին եւ Սարգիս Մելքոնյանին։ Բայց ով էր ավելի արդյունավետ։ Ով էր ավելի մոտ Նժդեհին, ով էր ավելի վտանգավոր։ Պատասխանը, ինչպես պարզվեց, Սարգիս Մելքոնյանն էր, որովհետև նա ուներ այն, ինչ Արարատը երբեք չէր կարող ունենալ՝ Նժդեհի վստահությունը։ Արարատը, տեսնելով, որ ՆԿՎԴ-ն առաջ է անցնում, որոշեց գործել։ Նա ուղարկեց զգուշացում Նժդեհին անանուն նամակով, որտեղ գրված էր. «Ձեր շրջապատում կա ՆԿՎԴ-ի գործակալ։ Նա հավաքում է տեղեկություններ ձեր մասին, նա պատրաստվում է ձեզ հանձնել։ Փախեք, քանի դեռ ուշ չէ»։ Այս նամակը, որը պահպանվել է Գեստապոյի արխիվներում, ուղարկվել է օգոստոսի 15-ին 1944 թվականին, ընդամենը 1 ամիս մինչև Նժդեհի ձերբակալումը։ Բայց արդյոք սպարապետը ստացավ այդ նամակը։ Արդյոք նրա կատարած գործերը վարձկային էին մինչև ելույթը Ստալինի հետ։ Որպես մասնագետ պետք էր ուղղակի տեսնել նոր բաները, որ կարող էին դուր գալ կենտրոնական կոմիտեի ղեկավարությանը։ Սպարապետը ինչ տեսակ էր օգտագործում նոր ճանապարհը։ Այս հարցին է դուր գալիս միայն տեղեկատվության կայքերից մեկից մյուսը։ Ստացավ այդ նամակը։ Արդյոք նա կարդաց այն։ Արդյոք նա հավատաց դրան։ Արխիվները լռում են այս հարցի վերաբերյալ։ Բայց մի բան հստակ է. Նժդեհը չփախավ։ Նա մնաց Սոֆիայում, մնաց իր տանը, մնաց իր ռեժիմին հավատարիմ։ Ինչու՞։ Գուցե նա չստացավ նամակը։ Գուցե Սարգիս Մելքոնյանը, ով վերահսկում էր Նժդեհի փոստը, խլեց այն։ Կամ գուցե սպարապետը ստացավ, կարդաց, բայց չհավատաց։ Որովհետև ինչպես կարող էր նա հավատալ անանուն նամակի, որը գալիս էր անհայտ աղբյուրից։ Ինչպես կարող էր նա իմանալ, որ դա ոչ թե ծուղակ է, այլ իսկական զգուշացում։ Կամ գուցե նա պարզապես հոգնել էր փախչելուց, հոգնել էր թաքնվելուց, հոգնել էր ապրելուց վախի մեջ։ Գուցե նա որոշեց, որ ավելի լավ է դիմակայել իր ճակատագրին, քան անընդհատ փախչել նրանից։ Մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը, բայց մենք գիտենք արդյունքը։ Նժդեհը մնաց, եւ Սարգիս Մելքոնյանը շարունակեց իր դավաճանությունը։ Բայց Արարատի պատմությունը չավարտվեց Նժդեհի ձերբակալմամբ։ Երբ նա իմացավ, որ սպարապետին տարել են Մոսկվա, նա զայրացավ։ Ոչ թե այն պատճառով, որ նա հոգ էր տանում Նժդեհի մասին, այլ որովհետև նա կորցրեց արժեքավոր ակտիվ։ Նա կորցրեց մարդուն, ով կարող էր օգտակար լինել Գերմանիային, եւ նա որոշեց վրեժ լուծել։ Նա սկսեց հետաքննություն, պարզելու համար, թե ով էր ՆԿՎԴ-ի գործակալը, ով էր հանձնել Նժդեհին, եւ շատ արագ նա հայտնաբերեց Սարգիս Մելքոնյանի անունը։ Արարատը ստեղծեց ֆայլ այդ անվան վրա, հավաքեց ամբողջ տեղեկատվությունը, նրա կենսագրությունը, նրա ընտանիքը, նրա կապերը։ Եվ ապա նա ուղարկեց այդ ֆայլը Բեռլին, հատուկ ցուցումով։ Այս մարդը դավաճան է։ Նա վաճառել է հայ ազգային հերոսին խորհրդայիններին, նա պետք է պատժվի։ Բայց Գեստապոն չկարողացավ պատժել Սարգիս Մելքոնյանին, որովհետև 1945 թվականին Գերմանիան պարտվեց, Գեստապոն լուծարվեց, իսկ Արարատը անհետացավ։ Համաձայն որոշ աղբյուրների նա փախավ Արգենտինա, որտեղ ապրեց մինչև 1970 թվականները։ Համաձայն այլ աղբյուրների նա ձերբակալվեց խորհրդայինների կողմից եւ մեռավ Գուլագում։ Ճշմարտությունը երբեք չպարզվեց։ Բայց նրա ֆայլը Սարգիս Մելքոնյանի մասին պահպանվեց Գեստապոյի արխիվներում, եւ հենց այդ ֆայլն էր, որը օգնեց պատմաբաններին վերականգնել ամբողջ պատմությունը։ Այժմ մտածեք այս մասին. երկու հետախուզական ծառայություններ, երկու գործակալներ, երկու դավաճաններ, բոլորը հետևում էին մեկ մարդուն։ Բոլորը ուզում էին օգտագործել նրան իրենց նպատակների համար։ Բոլորը համարում էին նրան գործիք, ռեսուրս, միջոց։ Բայց Նժդեհը երբեք չդարձավ գործիք։
Նա մնաց մարդ, մնաց հերոս, մնաց խոհրորդանիշ։ Նա մերժեց գեստապոյի առաջարկը, նա դիմակայեց ՆԿՎԴ-ի ճնշմանը, նա պահպանեց իր արժանապատվությունը մինչև վերջ։ Եվ այդ արժանապատվությունը, այդ սկզբունքայնությունը, այդ անը, այդ անկոտրում ոգին, դրանք են, որ դարձրին նրան իսկական հերոս։ Ոչ թե նրա ռազմական հաղթանակները, ոչ թե նրա քաղաքական գործունեությունը, այլ նրա բարոյական ուժը, նրա հավատարմությունը իր սկզբունքներին, նրա անկարողությունը դավաճանել իր հավատքին։ Բայց արդյոք Սարգիս Մելքոնյանը գիտեր, որ գեստապոն նույնպես հետևում էր Նժդեհին։ Արդյոք նա գիտեր Արարատի մասին։ Արխիվները ցույց են տալիս, որ այո, նա գիտեր։ ՆԿՎԴ-ն ուներ իր սեփական գործակալները գեստապոյում, եւ նրանք տեղեկացրել էին Մոսկվային Արարատի գործունեության մասին։ Եվ Մոսկվան իր հերթին տեղեկացրել էր Սարգիս Մելքոնյանին։ Նրանք ասացին նրան. «Շտապիր, գերմանացիները նույնպես ուզում են Նժդեհին, եթե դու չանես դա արագ, նրանք կանեն»։ Այս ճնշումը, այս մրցակցությունը երկու հետախուզական ծառայությունների միջև հանգեցրեց նրան, որ Սարգիս Մելքոնյանը արագացրեց իր գործողությունները։ Նա տվեց վերջնական տեղեկատվությունը սեպտեմբերի 18-ին, եւ 2 օր անց Նժդեհը ձերբակալվեց։ 2 օր, որոնց ընթացքում Արարատը դեռ հույս ուներ, որ կարող է փրկել սպարապետին։ Բայց նա ուշացավ։ ՆԿՎԴ-ն ավելի արագ էր, ավելի արդյունավետ, ավելի անողոք։ Այսպիսով, ով էր ավելի մեղավոր Նժդեհի ձերբակալման համար։ Սարգիս Մելքոնյանը, ով տվեց տեղեկատվությունը։ Արարատը, ով ստեղծեց մրցակցություն եւ ճնշում։ ՆԿՎԴ-ն, որը օգտագործեց վախը եւ շանտաժը։ Գեստապոն, որը փորձեց շահարկել Նժդեհին, թե ամբողջ համակարգը, որը վերածեց մարդկանց դավաճանների, որը ստեղծեց մթնոլորտ, որտեղ վստահությունը անհնար էր, որտեղ յուրաքանչյուրը կասկածում էր յուրաքանչյուրին։ Պատասխանը իհարկե բոլորն են, բայց ամենամեծ մեղքը կրում է Սարգիս Մելքոնյանը, որովհետև նա ուներ ընտրություն, նա կարող էր ասել ոչ, նա կարող էր հրաժարվել, նա կարող էր փախչել, բայց նա ընտրեց դավաճանությունը։ Եվ այդ ընտրությունը անկախ պատճառներից, անկախ հիմնավորումներից, անկախ հանգամանքներից մնում է դավաճանություն։ Հիմա պատկերացրեք, որ դուք Նժդեհն եք։ Դուք գիտեք, որ ձեզ հետևում են։ Դուք գիտեք, որ ձեզ շրջապատում կա դավաճան։ Դուք նույնիսկ ստանում եք անանուն զգուշացում, բայց դուք չգիտեք, թե ում վստահել։ Դուք չգիտեք, թե ով է ընկերը եւ ով թշնամին։ Դուք ապրում եք մշտական կասկածի մեջ, մշտական վախի մեջ, մշտական լարվածության մեջ։ Յուրաքանչյուր հանդիպում կարող է լինել ծուղակ, յուրաքանչյուր զրույց կարող է լինել հարցաքննություն, յուրաքանչյուր ժպիտ կարող է թաքցնել դավաճանություն։ Ինչպիսին է այդ կյանքը։ Ինչպես կարող է մարդը ապրել այդպես եւ չկորցնել իր մարդկայնությունը, իր հավատը, իր հույսը։ Նժդեհը կարողացավ։ Նա ապրեց այդպես տարիներ շարունակ եւ երբեք չդարձավ կասկածամիտ, չդարձավ ատող, չդարձավ վախկոտ։ Նա պահպանեց իր արժանապատվությունը, իր սկզբունքները, իր հավատը մարդկանց նկատմամբ։ Եվ այդ ուժը, այդ դիմադրողականությունը, այդ անկոտրում ոգին, դրանք են, որ դարձրին նրան լեգենդ։ Բայց եկեք վերադառնանք 12 հոգուց բաղկացած խմբին։ Ինչ պատահեց նրանց հետ պատերազմից հետո։ Արարատը անհետացավ, բայց մյուսները։ Համաձայն գեստապոյի արխիվների, որոնք հայտնաբերվեցին ամերիկյան զինվորների կողմից Բերլինում, 12 հոգուց 8-ը ձերբակալվեցին խորհրդայինների կողմից եւ դատապարտվեցին երկարաժամկետ բանտարկության։ 2-ը մեռան պատերազմի ժամանակ, մեկը ինքնասպան եղավ, եւ մեկը, ամենահետաքրքիրը, փախավ Միացյալ Նահանգներ եւ ապրեց այնտեղ մինչեւ 1988 թվականը։ Այս վերջին մարդը, որի անունը պահպանվել է որպես Վահան Ս., տվեց հարցազրույց ամերիկյան հետախուզությանը 1958 թվականին։ Այդ հարցազրույցում նա պատմեց ամբողջ պատմությունը՝ Արարատի մասին, Նժդեհի մասին, Սարգիս Մելքոնյանի մասին։ Նա ասաց. «Մենք բոլորս գիտեինք, որ Նժդեհին հետևում է ՆԿՎԴ-ի գործակալ։ Մենք նույնիսկ գիտեինք նրա անունը, բայց մենք չկարողացանք ոչինչ անել։ Մենք փորձեցինք զգուշացնել սպարապետին, բայց նա չհավատաց մեզ։ Կամ գուցե նա չստացավ մեր հաղորդագրությունը։ Մենք երբեք չիմացանք»։ Այս ցուցմունքը ցույց է տալիս, որ Նժդեհի ողբերգությունը ոչ միայն անհատական ողբերգություն էր, ոչուդություն էր, այն նաև համակարգային ողբերգություն էր։
Համակարգ, որտեղ ճշմարտությունը անհնար էր տարբերել սուտից, որտեղ ընկերները անտարբերելի էին թշնամիներից, որտեղ օգնությունը կարող էր լինել ծուղակ։ Համակարգ, որը ստեղծեց պայմաններ, որտեղ նույնիսկ լավագույն մարդիկ չէին կարող պաշտպանել իրենց, որտեղ նույնիսկ ամենազգույշները կարող էին դավաճանվել։ Եվ այդ համակարգը, այդ մթնոլորտը, այդ իրականությունը, դրանք էին, որ սպանեցին Նժդեհին ավելի շուտ, քան ցանկացած գնդակ կամ բանտ։ Բայց արդյոք կարող էր Նժդեհը փրկվել։ Արդյոք կար ուղի, որով նա կարող էր խուսափել ձերբակալումից։ Եթե նա հավատար Արարատի զգուշացմանը, եթե նա փախչեր Սոֆիայից, եթե նա թաքնվեր ավելի խորը, ավելի հեռու։ Գուցե այո, բայց դա նշանակում էր ապրել մշտական փախուստի մեջ, մշտական վախի մեջ, մշտական անորոշության մեջ։ Եվ Նժդեհը, ով ողջ կյանքը կռվել էր, ով երբեք չէր փախել ճակատամարտից, ով միշտ դիմակայել էր իր թշնամիներին, չէր կարող ընտրել այդ ճանապարհը։ Նա ընտրեց մնալ, ընտրեց դիմակի մակայել, ընտրեց ապրել համաձայն իր սկզբունքների։ Եվ այդ ընտրությունը, թեև հանգեցրեց նրա ձերբակալմանը, նաև դարձրեց նրան հերոս։ Որովհետև հերոսությունը ոչ միայն հաղթանակն է, հերոսությունը նաև դիմադրությունն է, սկզբունքայնությունը, անկարողությունը, դավաճանել սեփական հավատքին։ Այսպիսով 12 հոգուց բաղկացած խումբը, Արարատը, Գեստապոն, բոլորը խաղացին իրենց դերը Նժդեհի ողբերգությունում, բայց ամենակարևոր դերակատարը մնում է Սարգիս Մելքոնյանը, որովհետև նա էր, ով տվեց վերջնական հարվածը, ով փակեց ծուղակը, ով դատապարտեց սպարապետին։ Եվ այդ արարքը, այդ դավաճանությունը, այդ մեղքը, դրանք են, որ մենք պետք է հիշենք, ուսումնասիրենք, հասկանանք, ոչ թե որպեսի ատենք Սարգիս Մելքոնյանին, այլ որպեսի սովորենք նրա սխալից, ոչ թե որպեսի դատապարտենք նրան, այլ որպեսի հասկանանք, թե ինչպես կարող է մարդը դառնալ դավաճան, եւ ամենակարևորը, որպեսի երբեք չկրկնենք այդ սխալը, երբեք չթույլ տանք, որ վախը, փողը, անձնական շահերը վերածեն մեզ դավաճանների։ Բայց արդյոք Սարգիս Մելքոնյանը միակ դավաճանն էր Նժդեհի պատմության մեջ։ Արդյոք կային ուրիշներ, ավելի թաքնված, ավելի վտանգավոր։ Արխիվները ցույց են տալիս, որ այո, կային, բայց նրանց անունները, նրանց պատմությունները, նրանց դավաճանությունները մնում յունները մնում են գաղտնի։ Գուցե մի օր, երբ բոլոր արխիվները կբացվեն, երբ բոլոր փաստաթղթերը կապագաղտնազերծվեն, մենք կիմանանք ամբողջ ճշմարտությունը։ Բայց մինչ այդ մենք պետք է բավարարվենք այն ճշմարտությամբ, որը մենք գիտենք։ Եվ այդ ճշմարտությունը բավարար է, որպեսզի հասկանանք, որ դավաճանությունը երբեք չի լինում պարզ, երբեք չի լինում միայն մեկ մարդու գործը, երբեք չի լինում միայն մեկ պահի որոշումը։ Այն միշտ համակարգի արդյունք է, միշտ բարդ հանգամանքների արդյունք, միշտ մարդկային թուլության արդյունք։ Երբ Նժդեհը նստում էր ՆԿՎԴ-ի բանտում, երբ նա գիտեր, որ իր ճակատագիրը կնքված է, երբ նա հասկանում էր, որ նա երբեք այլևս չի տեսնի իր սիրելի լեռները, իր սիրելի Հայաստանը, նա գրեց մի նամակ։ Այդ նամակը երբեք չհասավ իր հասցեատիրոջը, բայց այն պահպանվեց ՆԿՎԴ-ի արխիվներում։ Այդ նամակում նա գրում է. «Ես ներում եմ նրան, ով ինձ դավաճանեց։ Ես ներում եմ, որովհետև ես հասկանում եմ, որ նա նույնպես զոհ է այս համակարգի, բայց ես երբեք չեմ ների համակարգին, որը ստեղծեց այս իրավիճակը, որը վերածեց մարդկանց դավաճանների, որը ոչնչացրեց վստահությունը, սերը, մարդկայնությունը»։ Այս խոսքերը ցույց են տալիս Նժդեհի մեծությունը, նրա բարոյական բարձրությունը, նրա անկարողությունը ատել նույնիսկ իր դավաճանին։ Եվ այդ մեծությունը, այդ ներողամտությունը, այդ մարդկայնությունը, դրանք են, որ դարձրին նրան ավելին, քան պարզապես հերոս։ Դրանք դարձրին նրան լեգենդ, խորհրդանիշ, ոգեշնչում։ Այսպիսով 12 հոգուց բաղկացած խումբը, Արարատը, Գեստապոն, ՆԿՎԴ-ն, Սարգիս Մելքոնյանը բոլորը մասնակցեցին այս ողբերգությանը, բայց միակ հերոսը մնում է Գարեգին Նժդեհը։ Միակ մարդը, ով չդավաճանեց, չկոտրվեց, չկորցրեց իր մարդկայնությունը։ Եվ այդ հերոսությունը, ունը, այդ ուժը, այդ անկոտրում ոգին, դրանք են, որ մենք պետք է հիշենք, պահպանենք, թոխանցենք հաջորդ սերունդներին, որովհետև միայն այդպես մենք կարող ենք երաշխավորել, որ Նժդեհի զոհողությունը չի եղել զուր, որ նրա պատմությունը կշարունակի ոգեշնչել, որ նրա անունը կմնա հավերժ։ Բայց մի բան դեռ մնում է անպատասխան. ինչու Սարգիս Մելքոնյանը
երբեք չօգտագործեց այն $5,000, որը ստացավ ՆԿՎԴ-ից։ Ինչու այդ փողերը մնացին նրա բնակարանի անկյունում տասնամյակներ շարունակ, չօգտագործված, չծախսված։ Արդյոք դա ամոթ էր, թե զղջում։ Արդյոք դա վախ էր, թե պարզապես անկարողություն ապրել այդ փողերով։ Մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը, բայց այդ փաստը ցույց է տալիս, որ Սարգիս Մելքոնյանը թեև դավաճան, նույնպես տառապում էր։ Նա նույնպես վիշտ էր կրում, նույնպես զղջում էր, նույնպես չէր կարող ապրել իր արարքի հետ։ Եվ այդ տառապանքը, թեև չի արդարացնում նրա դավաճանությունը, ցույց է տալիս, որ նա նույնպես մարդ էր, ոչ թե հրեշ։ Մարդ, ով սխալվեց, ով կոտրվեց, ով դավաճանեց, բայց նույնպես մարդ, ով տառապեց, ով զղջաց, ով վճարեց իր սխալի համար։ Արդյոք դա բավարար է։ Արդյոք տառապանքը, զղջումը բավարար են, որպեսզի ներենք դավաճանությանը։ Յուրաքանչյուրը պետք է պատասխանի այդ հարցին ինքն իր համար։ Երբ Գարեգին Նժդեհը տրվեց ՆԿՎԴ-ի ձեռքը 1944 թվականի սեպտեմբերի 20-ին, նրա անձնական իրերի մեջ գտնվեց մի փոքրիկ նոթատետր, կաշվե կազմով, որի վերջին էջում գրված էր մեկ նախադասություն հայերենով. «Եթե դու կարդում ես սա, ուրեմն ես արդեն մեռած եմ, բայց իմացիր, ես երբեք չեմ դավաճանել իմ ժողովրդին»։ Այս նախադասությունը գրված դողացող ձեռքով ցույց էր տալիս, որ սպարապետը գիտեր իր ճակատագիրը, գիտեր, որ նա երբեք այլևս չի տեսնի ազատությունը։ Բայց ինչու նա գրեց հենց այդ խոսքերը։ Ինչու նա զգաց անհրաժեշտություն հաստատել իր հավատարմությունը նույնիսկ մահվան դեմ նայելիս։ Արդյոք դա վերջին ուղերձ էր հայ ժողովրդին, թե պարզապես փորձ համոզել ինքն իրեն, որ իր կյանքը չի եղել զուր։ Կամ գուցե դա ուղերձ էր դավաճանին, Սարգիս Մելքոնյանին, ցույց տալու, որ անկախ նրա արարքից Նժդեհը մնում է հավատարիմ իր սկզբունքներին։ Այս փոքրիկ նոթատետրը, որը հիմա պահվում է Մոսկվայի պետական արխիվում, դարձավ վերջին վկայությունը մի մարդու, ով մինչև վերջին շունչը մնաց սպարապետ։ Երբ Նժդեհին տեղափոխեցին Մոսկվա, նրան տեղավորեցին Լուբյանկայի բանտում, ՆԿՎԴ-ի ամենահայտնի եւ ամենավախեցնող բանտում։ Այնտեղ նա անցկացրեց առաջին 6 ամիսը, անընդհատ հարցաքննությունների ներքո, անընդհատ ճնշման ներքո, անընդհատ փորձերի ներքո, կոտրելու նրա ոգին։ Բայց Նժդեհը չկոտրվեց։ Համաձայն հարցաքննիչների զեկույցների, որոնք պահպանվել են արխիվներում, նա պատասխանում էր բոլոր հարցերին կարճ եւ հստակ, երբեք չհակասելով ինքն իրեն, երբեք չտալով այն տեղեկատվությունը, որը կարող էր վնասել ուրիշներին։ Նա պաշտպանում էր իր գործընկերներին, պաշտպանում էր իր ընկերներին, պաշտպանում էր նույնիսկ այն մարդկանց, ում նա գուցե կասկածում էր դավաճանության մեջ։ Հարցաքննիչներից մեկը, ով հետագայում տվեց անանուն ցուցմունք, ասաց. «Նժդեհը ամենադժվար բանտարկյալն էր, ում հետ ես երբևէ աշխատել եմ։ Ոչ թե որովհետև նա դիմադրում էր, այլ որովհետև նա պարզապես լռում էր։ Նա նայում էր քեզ այնպիսի հայացքով, որ դու զգում էիր, թե ով է իրականում բանտարկյալը, դու թե նա»։ Բայց Լուբյանկայում Նժդեհը ոչ միայն հարցաքննվում էր։ Նա նաև հանդիպեց մի մարդու, ով փոխեց նրա վերջին տարիների ընկալումը։ Այդ մարդը եղավ Վահան Տոտովենցը, հայ բանաստեղծ, ով նույնպես բանտարկված էր Լուբյանկայում որպես ժողովրդի թշնամի։ Տոտովենցը եւ Նժդեհը երբեք նախկինում չէին հանդիպել, բայց բանտում նրանք դարձան ընկերներ։ Համաձայն Տոտովենցի հետագա հուշերի, որոնք նա գրեց 1951 թվականին, Նժդեհը խոսում էր նրա հետ հայ գրականության, պատմության, ապագայի մասին։ Նա երբեք չնշեց դավաճանության մասին, երբեք չնշեց Սարգիս Մելքոնյանի անունը, բայց մի անգամ, երբ Տոտովենցը հարցրեց նրան, ինչպես կարողացան նրանք քեզ գտնել, Նժդեհը պատասխանեց. «Երբ դու ապրում ես ճշմարտության համար, դու միշտ գտնվում ես, բայց ավելի լավ է գտնվել որպես հերոս, քան թաքնվել որպես վախկոտ»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Նժդեհը ընդունել էր իր ճակատագիրը, ընդունել էր, որ նա երբեք այլևս չի տեսնի ազատությունը, բայց նա երբեք չի ընդունի, որ իր կյանքը եղել է սխալ։ 1945 թվականին, երբ պատերազմը ավարտվեց, երբ Խորհրդային Միությունը հաղթեց, երբ աշխարհը փոխվեց, Նժդեհի գործը վերանայվեց։ ՆԿՎԴ-ն որոշեց, որ նա այլևս անմիջական վտանգ չէ ներկայացնում, եւ նրան տեղափոխեցին Վլադիմիրի բանտ, ավելի մեղմ ռեժիմով։ Այնտեղ նա անցկացրեց իր վերջին 10 տարիները, հեռու աշխարհից, հեռու իր ժողովրդից, հեռու իր սիրելի լեռներից։ Բայց նույնիսկ այնտեղ, նույնիսկ բանտում նա շարունակեց լինել սպարապետ։ Նա օգնում էր ուրիշ բանտարկյալներին, կիսվում էր իր սննդով, սովորեցնում էր նրանց հայերեն։
Համաձայն նրա բջջի ընկերներից մեկի, ով հետագայում տվեց ցուցմունք, Նժդեհը յուրաքանչյուր առավոտ արթնանում էր 6 ժամին, կատարում էր ֆիզիկական վարժություններ, ապա նստում էր և մտածում էր։ Երբ հարցրին նրան «Ինչ մասին ես մտածում», նա պատասխանեց. «Ես մտածում եմ Հայաստանի մասին, որը ես երբեք այլևս չեմ տեսնի, բայց որը միշտ կապրի իմ սրտում»։ Բայց ինչ էր պատահում Սարգիս Մելքոնյանի հետ այդ տարիներին։ Նա, ով ստացել էր իր $5,000, ով տեղափոխվել էր Երևան, ով վերամիավորվել էր իր ընտանիքի հետ, ապրում էր սովորական կյանքով։ Նա աշխատում էր որպես թարգմանիչ, ուներ բնակարան, ուներ աշխատավարձ, ուներ ամեն ինչ, ինչ էր ամեն ինչ, ինչ մի խորհրդային քաղաքացի կարող էր ուզենալ։ Բայց նա չուներ խաղաղություն։ Համաձայն նրա դստեր ցուցմունքի, Սարգիսը յուրաքանչյուր գիշեր արթնանում էր գոչյուններով։ Նա տեսնում էր երազներ։ Նժդեհը նստած է նրա դիմաց և նայում է նրան լուռ, դատող, անողոք։ Նա տեսնում էր երազներ։ Նա քայլում է Երևանի փողոցներով, և բոլորը ցույց են տալիս նրան և շշնջում. «Ահա դավաճանը, ահա նա, ով ծախեց սպարապետին»։ Այս երազները, այս ճանաչողությունը, այս մեղքը, դրանք էին, որ սպանում էին նրան ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե։ Նա փորձեց խմել մոռանալու համար, բայց ալկոհոլը միայն ավելի էր սրում նրա տառապանքները։ Նա փորձեց աշխատել ավելի շատ, հոգնելու համար, բայց աշխատանքը չէր կարող լցնել այն դատարկությունը, որը նա զգում էր իր ներսում։ 1955 թվականի փետրվարի 30-ին Գարեգին Նժդեհը հեռացավ այս աշխարհից Վլադիմիրի բանտում։ Նրա մահվան պատճառը պաշտոնավես գրանցվեց որպես սրտի անբավարարություն, բայց ով գիտե, արդյոք դա իսկապես սիրտն էր, թե պարզապես հոգնածությունը, հիասթափությունը, կաոնը, կարոտը։ Նրան թաղեցին Վլադիմիրում, անանուն գերեզմանում, առանց խաչի, առանց անվան, առանց որևէ նշանի, որ այնտեղ հանգչում է հայ ազգի հերոսը։ Միայն 1988 թվականին, երբ Գորբաչովի պերեստրոյկան սկսեց բացել խորհրդային գաղտնիքները, հայ համայնքը իմացավ Նժդեհի մահվան մասին։ Եվ միայն 1991 թվականին, երբ Հայաստանը դարձավ անկախ, Նժդեհի մարմինը տեղափոխվեց Երևան և թաղվեց Եռաբլուրում, պատվով, արժանապատվությամբ, ճանաչմամբ։ Բայց երբ Սարգիս Մելքոնյանը լսեց Նժդեհի մահվան մասին, նա չարտասանեց ոչ մի բառ։ Նա պարզապես նստեց իր բնակարանում, նայեց պատուհանից և լաց եղավ։ Համաձայն նրա դստեր, դա առաջին անգամն էր, երբ նա տեսավ իր հորը լացող։ Դա առաջին անգամն էր, երբ Սարգիսը թույլ տվեց ինքն իրեն ցույց տալ իր իսկական զգացմունքները։ Եվ այդ արցունքները, այդ լռությունը, այդ ցավը, դրանք էին, որ ցույց տվեցին, որ Սարգիս Մելքոնյանը, թեև դավաճան, նույնպես մարդ էր, ով տառապում էր, ով զղջում էր, ով չէր կարող ապրել իր արարքի հետ։ Բայց արդյոք այդ բավարար էր։ Արդյոք արցունքները, զղջումը բավարար էին, որպեսզի ներենք դավաճանությանը։ Յուրաքանչյուրը պետք է պատասխանի այդ հարցին ինքն իր համար։ Սարգիս Մելքոնյանը հեռացավ այս աշխարհից 1978 թվականին Երևանում, իր բնակարանում։ Նա մեռավ մենակ, որովհետև նրա կինը արդեն հեռացել էր այս աշխարհից, իսկ նրա երեխաները հեռացել էին նրանից։ Դրանք երբեք չիմացան ամբողջ ճշմարտությունը, երբեք չիմացան, թե ինչ էր արել իրենց հայրը, բայց Սարգիսը գիտեր։ Եվ այդ գիտելիքը, այդ մեղքը, այդ ամոթը, դրանք էին, որ ուղեկցեցին նրան մինչև վերջին շունչը։ Նրան թաղեցին Երևանի տոկմաղի գերեզմանատանը, պարզ գերեզմանում, առանց որևէ հատուկ նշանի։ Եվ այնտեղ, այդ գերեզմանում, նա վերջապես գտավ այն խաղաղությունը, որը նա չէր կարող գտնել կյանքում։ Բայց Նժդեհի և Սարգիս Մելքոնյանի պատմությունը չավարտվեց նրանց մահով։ Այն շարունակվեց հայ համայնքում, հայ հիշողության մեջ, հայ ինքնության մեջ։ Երբ 1998 թվականին հրապարակվեց Սարգիս Մելքոնյանի անունը որպես դավաճանի, հայ համայնքը բաժանվեց։ Ոմանք պահանջում էին, որ նրա անունը ջնջվի պատմությունից, որ նրա գերեզմանը ոչնչացվի, որ նրա հիշողությունը անիծվի։ Ուրիշներ ասում էին, որ մենք պետք է հասկանանք, որ նա նույնպես զոհ էր համակարգի, որ նա նույնպես տառապեց, որ մենք պետք է ներենք։ Բայց մեծամասնությունը պարզապես լռում էր։ Լռում էր, որովհետև չգիտեր, թե ինչ ասել, ինչպես արձագանքել, ինչպես գնահատել այս ողբերգությունը։ Այսօր, երբ դուք այցելում եք Եռաբլուր, դուք կտեսնեք Գարեգին Նժդեհի հուշարձանը, հպարտ, մեծ, վեհ։ Հազարավոր մարդիկ այցելում են այնտեղ ամեն տարի, դնում են ծաղիկներ, աղոթում են, հիշում են։
Բայց եթե դուք գնաք տոկմախ, եթե դուք փնտրեք Սարգիս Մելքոնյանի գերեզմանը, դուք կգտնեք միայն պարզ քար, առանց ծաղիկների, առանց այցելուների, առանց հիշողության։ Այս հակադրությունը ցույց է տալիս, թե ինչպես է հայ ժողովուրդը ընտրել հիշել իր հերոսներին և մոռանալ իր դավաճաններին։ Բայց արդյոք մոռանալը ճիշտ ճանապարհն է։ Արդյոք մենք պետք է ջնջենք Սարգիս Մելքոնյանի անունը պատմությունից, թե մենք պետք է հիշենք այն որպես զգուշացում, որպես դաս, որպես հիշեցում այն վտանգի մասին, որը կարող է գալ ներսից։ Պատասխանը իհարկե երկրորդն է։ Մենք պետք է հիշենք Սարգիս Մելքոնյանի անունը ոչ թե որպեսի ատենք նրան, այլ որպեսի սովորենք նրա սխալից։ Մենք պետք է հիշենք նրա պատմությունը ոչ թե որպեսի դատապարտենք նրան, այլ որպեսի հասկանանք, թե ինչպես կարող է մարդը դառնալ դավաճան։ Մենք պետք է հիշենք նրա տառապանքը ոչ թե որպեսի ներենք նրան, այլ որպեսի հասկանանք, որ դավաճանությունը միշտ ունի իր գինը, միշտ ունի իր պատիժը, միշտ ունի իր հետևանքները։ Եվ ամենակարևորը, մենք պետք է հիշենք Գարեգին Նժդեհի անունը, ոչ միայն որպես հերոս, այլ նաև որպես խորհրդանիշ այն ուժի, այն սկզբունքայնության, այն անկոտրում ոգու, որը մենք բոլորս պետք է ձգտենք ունենալ։ Բայց ինչ մասին են մտածում այսօրվա հայերը, երբ նրանք լսում են Նժդեհի և Սարգիս Մելքոնյանի պատմությունն։ Ոմանք ասում են, դա հին պատմություն է, դա այլևս կարևոր չէ։ Ուրիշներ ասում են, դա դաս է, որը մենք պետք է սովորենք։ Բայց մեծամասնությունը պարզապես լռում է, որովհետև չգիտե, թե ինչ ասել։ Եվ այդ լռությունը, այդ անորոշությունը, այդ անկարողությունը արձագանքելը, դրանք ցույց են տալիս, որ մենք դեռ չենք սովորել այդ դասը, դեռ չենք հասկացել այդ պատմության իմաստը, դեռ չենք պատրաստ դիմակայել նմանատիպ իրավիճակներին ապագայում։ Այսպիսով, ինչ կարող ենք մենք սովորել Նժդեհի և Սարգիս Մելքոնյանի պատմությունից։ Առաջին դասը դավաճանությունը կարող է գալ ամենամոտ մարդուց։ Երկրորդ դասը վախը և փողը կարող են վերածել նույնիսկ լավագույն մարդուն դավաճանի։ Երրորդ դասը համակարգը, որը ստեղծում է պայմաններ դավաճանության համար, ավելի մեղավոր է, քան անհատական դավաճանը։ Չորրորդ դասը հերոսությունը ոչ միայն հաղթանակն է, այլ նաև դիմադրությունը, սկզբունքայնությունը, անկարողությունը դավաճանել սեփական հավատքին։ Եվ վերջին դասը մենք պետք է հիշենք մեր պատմությունը, թե լավը, թե վատը, որպեսզի երբեք չկրկնենք մեր սխալները։ Բայց արդյոք կարող էր այս ողբերգությունը խուսափելի լինել։ Արդյոք կար ուղի, որով Նժդեհը կարող էր փրկվել, Սարգիս Մելքոնյանը կարող էր չդավաճանել, համակարգը կարող էր չստեղծել այս իրավիճակը։ Գուցե այո, գուցե ոչ։ Բայց մի բան հստակ է, այս ողբերգությունը պատահեց և այն թողեց խորը հետք հայ պատմության մեջ։ Հետք, որը մենք պետք է հիշենք, ուսումնասիրենք, հասկանանք, որովհետև միայն այդպես մենք կարող ենք երաշխավորել, որ նմանատիպ ողբերգություններ երբեք այլևս չեն կրկնվի։ Գարեգին Նժդեհի վերջին խոսքերը, համաձայն նրա բջջի ընկերների, եղան Հայաստան, ես քեզ երբեք չմոռացա։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ նույնիսկ մահվան պահին, նույնիսկ բանտում, նույնիսկ հեռու իր հայրենիքից, Սպարապետը մնաց հավատարիմ իր սերին, իր նվիրվածությանը, իր հավատքին։ Եվ այդ հավատարմությունը, այդ սերը, այդ նվիրվածությունը դրանք են, որ դարձրին նրան հավերժ։ Ոչ թե նրա ռազմական հաղթանակները, ոչ թե նրա քաղաքական գործունեությունը, այլ նրա սերը Հայաստանի նկատմամբ, նրա անկարողությունը մոռանալ իր հայրենիքը, նրա հավատարմությունը մինչև վերջին շունչը։ Իսկ Սարգիս Մելքոնյանի վերջին խոսքերը, համաձայն նրա դստեր, եղան ներեցեք ինձ։ Ում էր նա խնդրում ներողություն։ Նժդեհին, ում նա երբեք այլևս չերտի, իր ընտանիքին, ով երբեք չիմացավ ճշմարտությունը, հայ ժողովրդին, ով երբեք չէր ների նրան, թե ինքն իրեն, ով երբեք չէր կարող ներել իր արարքը։ Մենք երբեք չենք իմանա, բայց այդ խոսքերը ցույց են տալիս, որ Սարգիս Մելքոնյանը, թեև դավաճան, նույնպես մարդ էր, ով տառապում էր, ով զղջում էր, ով փնտրում էր ներողություն։ Բայց արդյոք նա գտավ այն։ Արդյոք մահը բերեց նրան այն խաղաղությունը, որը նա չէր կարող գտնել կյանքում։ Մենք հույս ունենք, որ այո, որովհետև նույնիսկ դավաճանները արժանի են խաղաղության, երբ նրանք իսկապես զղջում են իրենց արարքների համար։ Այսօր, երբ մենք նայում ենք հետ այս պատմությանը, երբ մենք տեսնում ենք ամբողջ նկարը, երբ մենք հասկանում ենք բոլոր շերտերը, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. ինչ կանեինք մենք այդ իրավիճակում։
Արդյոք մենք կլինեինք նժդե, հավատարիմ մեր սկզբունքներին մինչև վերջ, թե մենք կլինեինք Սարգիս Մելքոնյան, ընտրելով մեր ընտանիքի անվտանգությունը մեր սկզբունքների նկատմամբ։ Այս հարցը դժվար է եւ պատասխանը երբեք չի լինի պարզ, բայց հարցնելը, մտածելը, հասկանալը դա արդեն քայլ է ճիշտ ուղղությամբ, որովհետեւ միայն այդպես մենք կարող ենք պատրաստ լինել նմանատիպ իրավիճակների, միայն այդպես մենք կարող ենք ուժեղ լինել դիմակայելու համար, միայն այդպես մենք կարող ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքներին։ Եվ վերջապես, մենք պետք է հիշենք, որ Գարեգին Նժդեհի պատմությունը ոչ միայն ողբերգություն է, այն նաև ոգեշնչում է։ Ոգեշնչում այն մասին, թե ինչպես կարող է մարդը մնալ հավատարիմ իր սկզբունքներին նույնիսկ ամենադժվար պայմաններում։ Ոգեշնչում այն մասին, թե ինչպես կարող է մարդը սիրել իր հայրենիքը, նույնիսկ երբ նա հեռու է նրանից։ Ոգեշնչում այն մասին, թե ինչպես կարող է մարդը մնալ սպարապետ, նույնիսկ բանտում։ Եվ այդ ոգեշնչումը, այդ օրինակը, այդ ժառանգությունը, դրանք են, որ մենք պետք է պահպանենք, պաշտպանենք, փոխանցենք հաջորդ սերունդներին։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք դուք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Գարեգին Նժդեհը դեռևս հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին՝ չբաց թողնելու համար ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։